Բարև ձեզ, այսօր հայոց երկիր հաղորդաշարի հերթական հանդիպումն է ու այսօր մեր թեման արհեստական բանականությունն է կամ թվային բանականությունն է, այսօր մեր հյուրը կենսաբանական գիտությունների տեխնացու, կրթության փորձագետ, Բարձունք կրթական շարժման առաջնորդի խորհրդի անդամ Արեգ Թադևոսյանն է։ Արեգի այսօր բավական մեծ պրեզենտացիա պատրաստել, մոտ 1 ժամ պրեզենտացիա կունենանք, հետո արդեն կունենանք հարց ու պատասխան։ Շատ լավ, սկսենք, պարոն Թադևոսյան, խոսքը փոխանցում եմ ձեզ, երևի պրեզենտացիայով սկսենք, հա։ Ինձ թվում է։ Լավ, Ճիշտ ասած, ես ավելի մեծ հաճույքով առանց պրեզենտացիայի կանեի։ Չեմ սիրում այդ պրեզենտացիաները, բայց դե հազար պատրաստել ենք պրեզենտացիա կօգտագործենք։ Ընթացքում, եթե հարցեր լինի, այդպես այրվող հարցեր, որ շատ կարևոր են, իհարկե ցանկալի է վերջում տակ, բայց ես դրան շատ չեմ հավատում, որ հարցը առաջանում պետքա տրվի։ Բայց եթե կարևոր հարց է, եթե պրոստը ասենք ճիշտ հետաքրքրության հարցը, վերջում մի ժամ հարցերի ժամանակ ենք ունենալու, հենց որ աշխատեք դրանից հետո տակ։ Լավ, հայր։ Կուզենայի, որ նաև ինտերակտիվ վարենք, բայց քանի որ բանախոսության ֆորմատ է, ուզեցած երկար-բարակ պիտի խոսեմ։ Ինչևէ, եկեք գնանք առաջ, բայց մեկը չեմ կարող ընդհանրապես ինտերակտիվ չանեմ։ Խնդրում եմ մի հատ գնահատեք ձեր մոտեցումը, հա, այսինքն լսել եք sense արհեստական բանականություն երևույթ։ Ոնց է ձեր զգացումները ինչ են դրա հետ ընդհանուր առմամբ, էլի հենց հիմա չէ, էլի։ Այստեղ տարբերակներ մտցրել եմ, բայց կարող է դուք ձեր տարբերակները կարող եք ասել, էլի։ Հրճվում ես 100%, հիասքանչ, մյուսները։ Լավ, սենց ասենք, ով է վախենում, որ ինչու վատ բաներ են AI հետ կապված, խնդրում ձեռ բարձրացրեք։ Հիասքանչ։ Ով է որ ոգևորված է, որ սենց հիանալի գործիք է հայտնվել, ու հեսա ամեն ինչ լավ առնելու։ Իսկ ով է որ ոչ մի կարծիք չունի, որտեղ էլ որ ձեռ չեք բարձրացրել, ձեռ բարձրացրեք։ Ուղղակի մտավախություն ունեմ, որ մարդը որ կարող է օգտագործել դա, այսինքն եթե կարգավորումներ օրենսդրական չկան, դրա հետ կապված կարող են այլ նպատակներով կիրառվել ի տարբերություն դրա, որ ստեղծվել է լավ նպատակների համար։ Այ ձեր մոտեցումը ես հիմնականում կիսում եմ իրականում։ Նայ։ Ես կարծում եմ հերթական գործիքներից մեկն է, որ տրվել է մարդուն եւ կարծում եմ, որ մարդը այսպես թե այնպես առաջ է հասնում եւ կարողանում է սրանից դրաբերել եւ շատ անհամեմատ ավելազատ գործիքների էլ։ Այ դրա հետ ընդհանրապես համաձայն չեմ։ Հեսա կբացատրեմ ինչի։ Հա, խնդրեմ։ Այս երկու օրինակ ես փորձում եմ նկար գեներացնել, բայց հանձնարարությունները չի կատարում կամ ոչ այն ձևով, ինչպես ես ընդ որում աշխատում եմ բառերը շատ մանրակրկիտ ընտրել պրոմպտը գրելիս այն ձևով։ GPT-ով ուրիշներով էլ եմ փորձել, GPT-ն համեմատաբար էլի ոչինչ, գոնե մի քիչ հասկանում անում է։ Ես ասենք որ ձեռքով բռնե ես նկարեի բան, կարող ավելի շուտ վերջացնել գործը, էլի, քան թե անի, այդ Էս հետաքրքիր է, որտեվ այսօր ես ինքս գեներացել եմ, չէի դժգոհ։ Լավ, ինչևէ, որպեսզի խոսենք սրա մասին, նախ մի երկու բառով ասեմ, որ իմ կարծիքով, ու ես սա պնդում եմ ամենայն պատասխանատվությամբ, հիմնվել է նրա վրա, որ 2023 թվականի երբ որ ChatGPT-ն դուրս եկավ, առաջին անգամ ես իրեն կիրառեցի ու հասկացա, որ աշխարհը փոխվել է։ Այսինքն էլ մենք այն աշխարհում չենք ապրում, որտեղ որ եղել ենք մինչ այդ, մի շաբաթ հետո գնացի վճարովի վերսիան, հենց հիմա ունեմ վճարված եւ մի 6-7 AI գործիքներ ու անընդհատ փորձում եմ կիրառեմ ամեն օր ու այս ամենայն պատասխանատվությամբ 23-ի հետ ապրիլն էր կարծեմ այդ բայց սկսած թե հունվարն էր, մինչև այսօր ամեն օր մի 30-ից 40 րոպե, երբեմն մի ժամից 2 ժամ տրամադրում եմ անընդհատ հետևեմ ինչա կատարվում այս ոլորտում, հա։ Ու ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, մենք հեսա կանդրադառնանք ինչու, գտնում ենք շատ լուրջ քաղաքակրթական փոփոխության դարաշրջանում, որ կպնելու է ամեն ինչի պրակտիկոյեն ասած։ Հեսա քայլ առ քայլ գնանք, փորձենք հասկանանք ինչա կատարում, բայց մինչև կանդրադառնանք որտեղ ինչ է աշխատում եւ այլն, սկզբից մի երկու տերմիններ կնեք, այս տերմիններ ընդհանրապես չեմ սիրում, բայց պետք է փորձենք այս տերմինները հասկանանք, որտեղ դրանք ցույց են տալիս
զարգացումը արհեստական բանականության, հա։ Առաջին տերմինը դա այսպես կոչված նեղ արհեստական բանականություն է, narrow artificial intelligence։ Հիմա գրած այստեղ կհարցնեի թե ինչ եք մտածում, դա ինչ է, բայց դա արհեստական բանականությամբ աշխատող համակարգ է, որ ինչ որ նեղ ոլորտի խնդիրներ լուծում է շատ ավելի լավ, քան թե միջին մարդը եւ գուցե երբեմն նաեւ էքսպերտային մակարդակից ավելի լավ, հա։ Օրինակի համար ենթադրենք, շատ լավ ինչ որ մաթեմատիկական հավասարումներ արձում, շատ լավ շախմատ է խաղում, շատ լավ տեքստ է գրում, հա, այսինքն այդ տարբեր ու այդ նեղ արհեստական բանականության համակարգերը կային նույնիսկ ChatGPT-ից առաջ է։ Օրինակ կհիշեք երևի Գարիկ Կասպարովին երբ որ առաջին անգամ հաղթեց շախմատում ու հետո ռևանշներ եղան, բայց դրանից հետո վերջացավ, այսինքն երբ որ հաղթեց մի համակարգ ունեցանք նորմալ մարդուն հաղթում է, ու այս շատ կարևոր է որ հասկանաք, ու այս իմ բենիկի հետ չհամաձայնվելու նաև խնդիրը դա էր, երբ որ արհեստական բանականություն մեզ որևէ ոլորտում հաղթում է, գրեթե կամ միգուցե ընդհանրապես հնարավորություն չկա, որ այդ ոլորտում մենք ռևանշ վերցնենք, հա։ Երբ որ Գարիկ Կասպարովը խաղում էր Անատոլի Կարպովի հետ, ու ասենք Անատոլի Կարպով կրում էր Գարիկ Կասպարովին, Գարիկ Կասպարովը ջղայնանում էր, գնում էր տուն, պարապում էր, երկար ժամանակ չէր խմում, ուսումնասիրում էր բոլոր, ասենք, պարտիաները, որ Կարպովը խաղացել է, բան ինչ-որ ձևեր էր գտնում, գալիս էր ու կրում էր, հա։ Այսինքն հնարավոր էր փոխելով ավելի շատ ներդրում անելով քո մեջ, դու կարողանայիր հաղթել։ Բայց հիմա մենք եկել ենք ինչ-որ վիճակի, որ երբ որ արհեստական բանականությունը մեզ անցնում է, մենք այլևս շանս չունենք այդ ոլորտում։ Հիմա ոչ մի շախմատիստ երբևէ չի էլ մտածի, որ ինքը կարող է հաղթել արհեստական բանականությանը, որ մասնակցած շախմատի ոլորտում։ Անհնար է պրակտիկորեն։ Մի անգամ եղավ դեպք, այս ամբողջ ընթացքում, հա, երկար տարիների ընթացքում մի անգամ եղավ մի հատ դեպք, որ շախմատիստը կարողացավ հաղթի, ինչի որտեղ ընկերների հետ գտել էին ալգորիթմի մեջ բրակ, հա, ինչ որ փոքրիկ խնդրեմ են գտել, ու այդ խնդրեմը շահագործելով ինքը կարողացավ մի քանի անգամ հաղթի։ Այդ խնդրեմը լուծեցին, վերջացավ, ինքն էլ ոչ մի բան չի կարողանի։ Այսինքն սա շատ կարևոր է մենք հասկանանք, որ երբ որ մարդն է մարդու հետ մրցակցում, մենք շանս ունենք, կգնանք, կպարապենք, կջղայնանանք, մի քիչ ավելի ռազմավարություններ կմշակենք, հետո կգանք իրենք կհաղթենք։ Բայց երբ որ մեքենայական այս լուծումներն են մարդուն հաղթում, այդ ոլորտը մենք փակում ենք մրցակցության համար։ Այդտեղ մենք ոչ մի բան չունենք անելու, որպես այդպեսին։ Ու այս նեղ արհեստական բանականությունը վաղուց արդեն կար ու հաջող կերպով մեզ հաղթում էր։ Բայց հիմա, երբ որ եկավ այս ChatGPT-ային դարաշրջան, հա, որպես այդպեսին, դրանից հետո հիմա մարդիկ խոսում են, կան պեսիմիստական պրոգնոզներ ու կան օպտիմիստական պրոգնոզ, ասենք օպտիմիստականը ասում են մի 2 տարուց, պեսիմիստականները չեմ լսել 20 տարուց ավել, այսինքն 18 տարվա լյուֆտով։ Ասում են, որ մենք հասնում ենք մի բանի, որ կոչվում է Artificial General Intelligence, AGI։ Ու սա շատ կարևոր բառ է, որ դուք ֆիքսեք ձեր համար։ Հիմա մարդիկ ասում են, որ մենք մոտենում ենք։ Մարդիկ ասում են, նույնիսկ հիմա էլ ինչ որտեղ մի հատ այնց ուրիշ տերմին էլ կար, падվալային արհեստական ինտելեկտ, հա, այսինքն որ ինքը կա Google-ի падվալում, Pentagon-ի падվալում, CRO-ի падվալում։ Ինքը աշխատում է, դե պարզ է, չէ՞, որ այդ սիստեմաները ինչ որ մենք ունենք մեր հեռախոսի մեջ, հաստատ իրենք ավելի լավ համակարգեր են օգտագործում։ Ու խոսակցություններ կա, որ այս անողը արդեն կա Չինաստանում, Մոսկվայում, չգիտեմ, Ամերիկայում եւ այն ինչ որ տեղեր արդեն կա, պարզապես մենք է դրանից տեղյակ չենք։ Ինչի մասին է խոսքը, որ ինքը բոլոր ոլորտներում մարդկային մտավոր գործունեության ինքը գործը անում ավելի լավ, քան թե մարդը։ Ու սա բավականին մոտիկ է, կան հիմա խնդիրներ կա, որոշակի ասենք չեն լուծում, հեսա մեկին կանդրադառնանք նաև այստեղ, բայց բավականին մոտիկ ենք։ Մենք պետք է հասկանանք, որ մենք գործ ունենք 3 տարեկան երեխայի հետ։ Այսինքն նոր է սկսել ձևավորվել, հայտնաբերում են ինչ-որ համակարգեր, բարելավումներ են անում եւ այլն, բայց մենք գործ ունենք մի բավականին նոր երևույթի հետ։ Ու արագությունը, տեմպը զարգացան հսկայական է այդ երևույթը, հա։ Եթե ասենք երեխան ասենք մի տարում ինչ-որ փոքր քանակի բաներ սովորում է, սա ռևոլյուցիաներ է տեղ ունենում։ Եվ վերջին տերմինը, որ ուզենայի դուք իմանայիք, դա կոչվում է Artificial Super Intelligence։ Սա մի վիճակ է, երբ որ մարդկային գործունեության բոլոր ոլորտներում արհեստական բանականությունը կարող է անել ավելի շատ, քան թե որևէ սուպեր էքսպերտ, ու կարող է 100 անգամ ավելի շատ, 1000 անգամ ավելի շատ։ Դուք, չգիտեմ, չեք էլ եւի կարող երևակայել, պատկերացնել, թե ինչի մասին է խոսքը, երկու օրինակ պարզապես բերեմ։
Իմ աղջիկը, երբ որ փոքր էր, 3 տարեկան էր, շատ սիրում էր այգի գնալ մեր, այնտեղ մրջնաբաններ կային, այլ փոքրիկ։ Փայտ էր վերցնում, ցած ու սկսում էր այդ մրջնաբանի հետ խաղալ, հա, խաղում էր, մրջուն էր վազում էր, բայց հա ուրախանում էր, բան։ Ու այս շատ լավ անալոգիա է նրա, ինչ որ կլինի հայաստական սուպեր բանականության ժամանակ։ Այսինքն, պատկերացեք, մրջուն ուզեր հասկանալ, թե ինչա կատարվում այդտեղ։ Այսինքն, ինքը ընդհանրապես ուզում էր հասկանալ, թե 3 տարեկան երեխան ինչ է անում, բայց այդ մրջունի ու արփի տարբերություն կարող է լինի ավելի փոքր, քան թե ասենք այդ հայաստական բանականության սուպեր բանականության վիճակն է։ Մի օրինակ էլ բերեմ, որովհետեւ լավ պատկերացնենք, ասենք ինչ իրավիճակ կարող է լինի։ Ասենք ենթադրենք դու որոշում ես, որ չգիտեմ, ասենք օրինակի համար Անգլիան քեզ դուր չի գալիս։ Խզում չլինի Անգլիան։ Մի քիչ չափազանցած տարբերակ եմ ասում, բայց ասում եմ, օքեյ, խնդիր չկա։ Ասում եմ կգնաս, չգիտեմ, ասենք Չինաստան, Պեկին, այսինչ քաղաքը, այնտեղ մի հատ շենք կա։ Այդ շենքի վրա մի հատ սմայլի կնկարես, կգաս տուն։ Հետո կգնաս, ասենք Բելարուս, այնտեղ ասենք մի հատ կամուրջ կա գյուղում։ Այդ կամուրջի վրա կկանգնես, մի հատ քար կգցես, այսինչ ժամին ջրի մեջ։ Ու հետո էլ կգաս Հայաստան, ինչ որ տես մի բան կանես։ Կանես կլինի։ Ու դու գնաս այդ բոլորը անում ես, գալիս ես ու ալնում ես։ Ոչ մի ձևի դու ի վիճակի չես հասկանալ, թե ինչ տեղ ունեցավ։ Օրինակ եմա չգիտեմ, ասենք, երբ որ այդ գետի մասին մտածում ես, ասենք կարող գցում ես գետի մեջ այդ քարը, մի հատ ձուկ sense պիտի գնալ, սկսում ես sense գնալ, ասենք կպնում է մեկի ոտին, այդ մարդը վախենում է այդ պահին, հետո ես մի քիչ ներվային ասած գնում է տուն, իր կնոջ հետ կռիվ անում եւ այլն, հետո ասենք չգիտեմ ինչ անում, այսինքն շղթայով գնաց։ Երբ որ այնտեղ ասենք Չինաստան մի բան արեցիր, ասենք այդ սմայլիկը տեսավ իրենց Պարիտբյուրոյի կամ եսիմ ինչի ինչ-որ ղեկավար, դրա պատճառով ինքը որոշումը սենց ընդունեց եւ այլն, հա, այդ շարքով էլի գնաց։ Այդ 3-4 բաներ, որ անում ես հավաքում են, այդ ու ինչ-որ բան է տեղում, բայց դու երբևէ չես կարող հասկանալ, այնտեղ ամբողջ հաշվարկը դրա արված է, բայց դու չես կարող հասկանալ, թե դա ինչպես եղավ։ Այս այն վիճակն է, երբ որ մենք գործ ունենք artificial super intelligence-ի հետ կապված, artificial general intelligence-ի հետ կապված առանձնապես հիմա շատ լուրջ մրցակցություն չկա։ Հիմա այս ոլորտում գերտերությունների հիմնական մրցավազքը գնում է թե ով առաջինը կհասնի artificial super intelligence-ին։ Որտեւ երբ որ հասավ որևէ մեկը պետությունից artificial super intelligence-ին, դա վերջանում է, որևէ մրցակցություն այլևս գոյություն չունի։ Միանշանակ գերակշռող ուժ է դառնում։ Դրա համար օրինակի համար հիմա լրի պարադոքս էր ու անհասկանալի էր, երբ որ օրինակ Թայվանին արգելում էին այդ միկրոչիպերը վաճառել Չինաստանին, որոնք որ հայաստական բանականության համար են։ Ասում են, չէ, չես վաճառելու։ Ու դա նշանակում է, որ դու քեզ դուրս են քանում խաղից։ Դու այս մրցավազքի մեջ այլևս չես մասնակցում։ Դրա համար մենք երբեմն կարող չհասկանանք, թե ինչի համար են կոնֆլիկտի մեջ մտնում այս երկու գերտերություն, մեզ թվա, որ չգիտեմ, Չինաստանի էկոնոմիկան զարգացել է, բայց կարող պատճառ լինի այն, որ այս լրջագույն մրցավազքի մեջ մեր համար կարևոր է, որ հանգարց Չինաստանը չլինի, այն որ առաջինը կհասնի արհեստական սուպեր բանականության մակարդակին։ Ու այս եթե ժամանակին մենք մտածում ենք, որ դա ֆանտաստիկա է եւ հիմա արդեն շատ լավ մոտենում ենք նրան, որ դա կարող է տեսանելի ապագա լինի։ Ու ես չեմ չափազանցում, ժողովուրդ, իմ կարծիքները չի, նույնիսկ հայաստական բանականության հիմնադիրները, ովքեր որ ասենք իրենք են դա հիմնադիրեն, լուրջ գիտնական են բանի վան, բոլորը այս խառնված վիճակի մեջ են, որտեղ մտածում են, որ մեր քաղաքակրթությունը ի վիճակի չի այս խնդիրը լուծել։ Այդ նույն ռազմական ոլորտի մասին եք խոսենք, կրթական ոլորտի, աշխատանքի եւ այլն, հա։ Հա, այս մարդկությունը իրականում տենց երկու մասի է բաժանված հիմա, մի մասին ասում են ալարմիստներ, այսին տագնապողներ, մյուսը տեխնո-օպտիմիստներ։ Ու հետաքրքիր է, որ արանքը շատ բան չկա, էլի կամ սրանից են հիմնականում կամ նրանից։ Մեկը ասում է, որ ալարմիստները ասում են, որ վերջ, աշխարհը փլվել է, հույս չկա, խայտարակությունը այս հայաստական բանականությունը, որից բոլորից կործանելու է։ Օպտիմիստները ասում են, ինչ եք խոսում, ինչի մասին է խոսքը, մենք երջանիկ սերունդ ենք։ Մի քանի տարի հետո մենք կարող ենք դրախտ ստեղծենք այս երկրի վրա, որտեղ բոլոր խնդիրները լուծվելու են, ընդհակառակը դուք հանգարց զգուշ եք, չմեռնեք այդ մի քանի տարվա մեջ, որտեղ դրանից հետո բոլոր խնդիրները լուծվելու են։ Ես ինքս իմ մասին ասեմ, ես ավելի շատ որը կլեմ ձեր կարծիքով։ Ես տեխնո-օպտիմիստ եմ։ Բայց ես երբ որ խոսում եմ ձեր հետ եւ բազմաթիվ այլ տեղեր, որտեղ խոսում եմ հայաստական բանականության մասին, ես խոսում եմ որպես ալարմիստ։
Այնա համար չէ, որ կարծում եմ, որ իսկապես դա մեզ կործանում է, այս այն Terminator-ի կինոն ալեն, ռոբոտները գալու են, սկսեն լազերները մեր վրա կրակել, չեմ կարծում, որ այդպես կլինի։ Բայց մեր գոլեգաներից մեկը այստեղ ասեց, չեմ հիշում ով էր, որ մենք ճիշտ չենք վերաբերվում դրան։ Այսինքն ես հասկանում եմ, որ մենք լավ չենք հասկանում ինչի մասին է խոսքը։ Մենք լավ չենք հասկանում, թե ինչ կարգի ֆունդամենտալ փոփոխություն տեղի ունեցել եւ մեր կրթական համակարգը, մեր քաղաքականությունները, մեր անձնական հասկացության մակարդակը, մեր երեխաների մակարդակը ինքը չի համապատասխանում այս երևույթի ծանրությանը։ Այսինքն մենք բավարար ու ճիշտ ոլորտով ուշադրություն չենք դարձնում այս երևույթին։ Ու եթե մենք շարունակենք այդպես անել, շատ մեծ հավանականություն կլինի, որ այս ալարմիստների պատկերացումը կդառնա իրականություն։ Այս նույն բանի մասին է մոտավորապես, բայց այստեղ երկու կարևոր բան կա։ Սև կարապի անալոգիայի մասին լսել եք Նասիմ Տալեբը, որ առաջարկեց, ինքը ասում էր, որ կրիզիսը երբ որ գալիս է, ինչ որ լուրջ ճգնաժամային իրավիճակ է գալիս։ Մարդիկ ասում են, գիտես, նախկինում էլ է տենց բաներ եղել, ու այսպես եղավ, հա, օրինակ հենց այս երևույթի հետ կապված, ասում են դե լուդիտների շարժում կար, երբ որ մանուֆակտուրաներ ձևավորեցին, գործարաններ բան եւ այլն, այսօր գնում էին, ասում են, սա կկործանի աշխարհը, բան ու գնում են ջարդում են այդ մեքենան, բայց ոչի բան չեղավ։ Մի տեսակի աշխատողներ պակասեցին, ուրիշ տեսակի աշխատողներ ձևավորեցին։ Այսքան աշխատանք վերացավ, դրանից շատ ավելի շատ աշխատանք ավելացավ։ Ես կուզենայի դրա հետ համաձայնել, բայց ի վիճակի չեմ ընդհանրապես համաձայնվելու, որովհետև էլի եմ հիշենք շախմատի օրինակը։ Երբ որ կարողացավ մեզանից ավելի լավ ինտելեկտուալ աշխատանքային համակարգը, մենք էլ ինչ աշխատանք պետք է անենք, որ ասենք կմրցի իրենց։ Հետո ինչ պետք է անենք, որ դա ստացվի։ Այսինքն պատկերացեք բանը, ինտելեկտուալ ոլորտը հիմա այս պահի դրությամբ այս արհեստական բանականության համակարգերը ավելի բարձր IQ են ցուցաբերում, քան թե մոլորակի բնակչության 95%-ը։ Այսինքն mēs բոլորս որ նստած ենք ստա, հա։ Հենց հիմա այս էլ երեխա վիճակով։ Մյուս կողմից շատ արագ ահավոր տեմպով զարգանում է ռոբոտաշինություն։ Չգիտեմ, տեսել եք մոտավորապես ինչա կատարվում, ես որ տեսնում եմ, վախենում եմ պարզապես, այսինքն Android ռոբոտները ինչ ասես կարողանում են անել, բախտին այսպես են շարժում, բայց հիմա արդեն քունֆու են կռվում, ասենք կանգնում են գետնի, միանգամից ոտքի են կանգնում, այսինքն շատ լավ կարողանում են ֆիզիկական ոլորտում շոր ծալել, դնել լվացքի մեքենայի մեջ, խնձորը տանձից ջոկել, դասավորել սառնանի մեջ։ Այսինքն լիքը բան է, որ ժամանակին աներևակայել են։ Չգիտեմ, տեղյակ եք թե չէ ոնց է դա ստացվում, ով է տեղյակ ոնց արնում, որ տենց բարդ բաներ են կարողանում անել ու արագ կարող են սովորել ոնց է։ Հետաքրքիր էլեմենտ է։ Օրինակ պատկերացրեք, ասենք սենյակում, որպեսզի այդ ռոբոտը, ասենք վրան հեռախոստ է շպրտում, ինքը կարողանա կողմնորոշվի ու ամենակիչ վտանգավոր բանն է, ասենք կամ մեկը բանով, կացինով հարձակում է իր վրա։ Ինչ են անում, սարքում են այդ սենյակի կոմպյուտերային կլոնը, այսինքն վիրտուալ իրականություն, գրավիտացիան, կոորդինատները, բան ամեն ինչ կոդավորած, պլանավորած մի հատ սենյակիկ։ Ու սարքում են այդ ռոբոտի կլոնը։ Իր բոլոր ֆունկցիաներով, արագությունով, այսինքն չոճկվելով բանով։ Ու այդ երկուսին իրար հետ դնում են միտեղ եւ սարքում են դրանցից 1 միլիոն հատ վիրտուալ իրականություն։ Ու այդ 1 միլիոն հատ ռոբոտը, 1 միլիոն սենյակներով նույն իրավիճակում սկսում են պարապել։ Պատկերացրեք, ասենք մի մարդը որ ինչ-որ բան սովորի, ասենք ահագին ժամանակ է, չէ՞ պետք։ Ավելին ասեմ, ոչ թե այդ 1 միլիոն հատը 1 միլիոն սենյակում աշխատում են, այլ նաև ժամանակն էլ, քանի որ այս ֆիզիկական աշխարհում, ասենք կացինը շպրտեց ու այսի մի բան այս, մի քանի վայրկյան գնալու է, չէ՞։ Արագացնում են։ Մի վայրկյանում 1000 անգամ այդ նույն բանը տեղում կամ միլիոն անգամ, չգիտեմ։ Ինչքան որ հերիքում է քո կոմպյուտերի հզորությունը, հա։ Պատկերացեք մի վայրկյանում ոչ թե մի անգամ է փորձում ռոբոտը, այլ փորձում է ահագին անգամներ։ Ու դա բազմապատկում 1 միլիոնով, բազմապատկում ժամանակ, ասենք 100-ով, 1000-ով, ու պատկերացեք ինչա տեղի ունեն։ Հանկարծ մեկը, երբ որ կարողանում է լավ լուծել այդ խնդիրը, օրինակ Ռուբիկ կուբիկ հավաքել, հա։ Մի հատ sense ճոտ եւ բոլորը արդեն գիտեն։ Որտեւ երբ որ հաջողվում է, օրինակ մարդու մոտ, չգիտեմ, ասենք, անին օրինակի համար երկար տարիներ ինվեստիցիա արել, կոմիտասի հետ շփվել է, ուսումնասիրել է, նվագել է, երգել է, ինչ որ բան սովորել է, չէ՞։ Դե հիմա ինքը ուզում է ինչ որ մեկին դա սովորացնի։ Փորձել ես, չէ՞։ Տարապանք,
Մի երկու հոգի գալսուն չեն կարողam գնում են բան եւ այլն։ Իսկ երբ որ այդ ռոբոտներից մեկը կամ արհեստական համակարգից մեկը ինչ որ մի բան սովորեց, դա ամիջապես անսարյան դառնում բոլորի համար։ Ատեղից արդեն կարող են սկսեն ավելի բարդ բաներ անել։ Այսինքն մեկի մոտ երբ որ ստացվեց, դա ամիջապես կարելի է տարածել նույնիսկ լրիվ ուրիշ արհեստական բանականության համակարգերի տալ, ասել դուք էլ իմացեք դա ոնց է սանում։ Ու հետո անցան հաջորդ քայլին։ Այսինքն այս ոլորտում էլի մրցավազքը մեր համար անտանելի վատ վիճակների մեջ է մեզ դնում, էլի, որովհետև օրինակ ձեր կարծիքով ինչքան է նստում բանի այդ ռազմական ինքնաթիռների օդաչու պատրաստելը, ինչքան ժամանակ է տևում եւ ինչքան փող է նստում։ Երկար քանակի տարիներ, ասենք մի 10 տարի օրինակ եմ, ու կարող է մի 10 միլիոն փող մի հոգին պատրաստելու համար։ Բայց այստեղ մենք մի հատ համակարգ պարապացնում ենք դրա վերաբերյալ, բոլոր ինքնաթիռներն ինքը աշխատում է։ Մեկի վրա որ ստացանք ոնց պետք է աշխատի, այլ պետք չի ոչ մեկին պարապացնել։ Այդ նույն համակարգը բոլոր տեղերում միանման ձևի աշխատում է։ Ոստեղ լիքը հարցեր առաջանում, այդ մենք նույնիսկ այդ Android ռոբոտներն որ զարգացեն, ժամանակին այդ բան կա, այս AI հիմնադիրներից մեկը, Papin AI, ասենք իրեն հարց են տալիս ինտերվյուի ժամանակ, ասում են քո թոռներ ունես, տղաներ, երեխեք ունես, բան, իրանք որ քեզ հարցնում են, ինչ ես դու ուզում սովորել կամ ինչ ես ուզում դառնաս, ինչ ես պատասխանում, ինչ էր պատասխանում ձեր կարծիքով։ Ինչ որ գործի տեսակներն են, որ ապագա ունեն, էլի այսա։ Բացարձակ ոչ։ Ոչ։ Փականագործ։ Փականագործ, ասում են որ այդ ձեռքով աշխատանքները, չգիտեմ, լույս քաշել, բան փորել, ինչ որ սանտեխնիկայով զբաղվել, դրանք ապագա ունեն, բայց հիմա այս Android ռոբոտները որ ասեն զարգացան, ասում են, էդ էլ չեմ կարողանում ասել, որովհետև Android ռոբոտը եթե նորմալ սկսեց աշխատել, էլ չգիտեմ, ասենք, ինչ պիտի լինի, որ դու կարողանաս իր հետ մրցել, որովհետև ինքը աշխատում է 24/7, անում ամեն շատ արագ, մենակ հոսանք է ուզում, ոչ հաց է ուզում, ոչ ջուր է ուզում, ոչ հարբեցողությամբ է զբաղվում ձեր մոտ գործանելուց, այսինքն, որը շատ տարածված է իրականության մեջ, ու արժի ինչքան են, մոտապես տեսել եք, այդ Android ռոբոտների գնը ինչքան են։ Օ, դուք շատ օպտիմիստ եք։ 6000-ից մինչև $20,000։ Այն լավ որակյալ Android ռոբոտները։ Բայց երբ որ նայում ես նույնիսկ ասենք ենթադրենք 12000 ենթադրենք, հա, պատկերացեք ամսական նստում է $1000։ Եթե 2 տարի ինքը աշխատում է, ամսական նստում է $500։ Եթե 3 տարի աշխատում է, այսինքն մարդուն պետք է անընդհատ վճարի, չէ՞, այդ գումարը այդ գործը անի։ Իսկ այն ասենք մի անգամ առնում ես, սովորացնում ես ինչ պետք է անի ու վերջ, ինքը քո խնդիրները լուծում է։ Ու էս էլ բերում այն նամ, որ հիմա գործարաններ կան Չինաստանում, որ ասենք ենթադրենք 10000 ռոբոտ մարդ համարը չկա գործարանում, իրենք բան են, բեռնատար մեքենաներ են արտադրում, ասենք մի րոպեում մի հատ բեռնատար հավաքում են, հա, որպես այդպեսին։ Ու այս այն իրականություն, որ ժամանակի մենք ասենք ֆանտաստիկ է, դա երբ կլինի եւ այլ, հենց հիմա դա տեղի է ունենում։ Հենց հիմա։ Ու ամեն աստծոր ավելանում է։ Կարծեմ բան կար, տենց թվեր կար, թե Չինաստանում 100,000 մարդու վրա քանի հատ ռոբոտ էր գալիս աշխատող, որ գործանում բան աշխատում է։ Կարծեմ 25 էր թե ինչ էր 100,000 հոգու վրա։ Հիմա շատ արագ դա դարձել է 500։ 490 քանի եթե ավելի ճշգրիտ լինենք, հա։ 100,000 մարդու հետ այդքան ռոբոտ։ Ու այդ թիվը տասնապատկում է։ Օ, այս էլի խնդիրներ։ Լավ, ինչևէ։ Ինչի մասին է այս մեր այսօրվա խոսակցությունը։ Ինքը մի քիչ կարող երկար տևի, բայց մի օրինակ բերեմ ձեզ, երբ որ COVID-ը տեղի ունեցավ, ես էլի շատ խորը զգացություն, շատ լուրջ բան է տեղի ունենում, հա։ Մենակ այն չէ, որ մարդիկ հիվանդացան, բուժվեցին, մենք կարող մարդիկ կորցրեցինք ծանոթներ, դրա մասին չէր խոսքը։ Բոլոր ոլորտներում փոփոխություն է տեղում, քաղաքական ոլորտում աննորմալ փոփոխություններ, տնտեսական ոլորտում 40%-ը փոքր միջին ձեռնարկությունների վարի գնաց ընդհանրապես, հա, վերացան։ Պատկում մոլորակում։ Դա չկարողացան դիմանալ այդ պարապուրդին եւ այլն եւ այլն։ Հոգեբանական ոլորտում, քաղաքական, տնտեսական ու մի հոգի եմ տեսել այդ ամբողջ COVID-ի ընթացքում, մի մասնագետ, որ փորձեց բոլոր ուղղություններով վերլուծի, թե COVID-ի ֆենոմենը ինչ ազդեցություն է գործում։ Որտեղ մեկը ասում էր քաղաքականն է կարևոր, մեկը ասում էր կենսաբանականն է կարևոր, բայց որ բոլորը հասկանանք, մի հոգի եմ տեսել։
Ես անդադ փնտրում եմ, ինձ հետաքրքիր էր։ Կարող է էլի կա, ես չեմ տեսել, այդ չի հարցը։ Բայց ստեղ նույնպես էս հայաստական բանականության հետ կապված, մեզ պետք է հասկանալ, թե բոլոր ոլորտների վրա ինչպես է ինքը ազդում։ Որտեղ սոցիալական հարաբերություններից սկսած, վերջացած, ասենք, գիտության եւ հազար մի ոլորտների վրա, այս ինչ-որ բանի մասին կխոսենք, հա, աննորմալ մեծ ազդեցություն է։ Ու մենք չենք հասկանում ինչա լինելու։ Մենք չգիտենք ինչա տեղի ունենալու։ Ինչով։ Այսպես այցի, թե դու այցիր։ Այ տենց ես էլի, ասում եմ թշնամին տնից առնում։ Հա, ասենց անջատում եմ մեկ մեջ։ Այս ամաս մի քիչ խոսեցինք, որ մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ որ մեծամասնությունը մեր բնակչության եւ նույնիսկ կառավարության, նույնիսկ մասնագետները չեն հասկանում, թե ինչի հետ գործ ունենք։ Ու շատ կուրիոզ իրավիճակներ են լինում։ Օրինակի համար, ինչի հարցեցի ChatGPT-ի եք օգտագործում, որտեղ ChatGPT-ն դարձել է հայաստական բանականության հոմանիշ։ Երբ որ ասում ես հայաստական բանականություն օգտագործում, ասում են ChatGPT։ Բայց ChatGPT-ից բացի միլիոն հատ համակարգեր կան, ստե մի հատ, չգիտեմ, այդ սլայդը ունեմ թե չէ, բայց ասենք մենակ կրթության մեջ եւի տես մի 3000 գործիք է հիմա AI-ով աշխատում էր աշխարհում մեկ։ Մենակ կրթության, որ դե չեք պատկերացեք, ասենք ենթադրենք ռազմական ոլորտում ինչեր են աշխատում, աստրոնավտիկայի ոլորտում, գիտության մեջ եւ այլն, հսկայական քանակի գործիքներ կա, բայց մենք մնացել ենք այն ChatGPT-ի դարաշրջանում։ Ու ասեմ ձեզ, ես ասի, չէ, բազմաթիվ վճարված համակարգեր ունեմ։ Իմ մոտ միակ չվճարվածը ChatGPT-ն է։ Որտեղ օգուտը չեմ տեսնում, իմաստը չեմ տեսնում։ Մի քանիսի մասին երկու բառ խոսեմ, ձեր համար կիրառական իմաստով էլ կարող է հետաքրքիր լինի, այսինքն ինչի համար եմ, օրինակ ես Gemini, Grok, Claude, Quenya չունի վճարով վերսիա, այս երկուսը չեմ վճարում, հա, բայց այս 4-ից Quenya անվճարով բավականին լավ աշխատում է, իդեպ խորհուրդ եմ տալիս, այս նոր եմ հայտնաբերել, որտեղ կար լավը չէր, ուշադրությունից դուրս էր մնացել, բայց այս Quenya 3 Max-ը դուրս եկա վերջերս, որ Gemini-ի Claude-ի, Grok-ի մակարդակի նորմալ աշխատում, հա, ու բավականին լավ է, ու բավականին էժան է համատած, երբեմն անվճար վերսիան երկար ժամանակ ձեզ կարող է հերիքած հայելիս։ Հա, Quenya աշխատում է, ստուգել եմ հայերենը, չեմ ասի, որ Claude-ի չափը աշխատում, օրինակ Claude-ին ինչի եմ վճարում, մի պարզ պատճառով, որ ամենալավը հայերենով իր 3-7 վերսիան է, դրանից հետո եղավ 4.1-ը, 4.5-ը, որոնք այսօր քննարկում ենք, վատ են աշխատում հայերենով, այսինքն նոր վերսիա։ Ես հիմա փող եմ տալիս Claude-ին, որպեսզի կարողանամ օգտագործել այն հին վերսիան, որովհետև անվճարի մեջ այդ հին վերսիան կամ շատ քիչ է, կամ չկա, հա, որպես այդպեսին։ Հա, չկա, կարծեմ փակ է, այսին ասում է Pro Tech-ս այն ժամանակ ունենաս։ Gemini-ը հիմա իմ համար ամենահետաքրքիրները, ու ձեզ էլ եմ խորհուրդ տալիս ուշադրություն դարձնել, դա Gemini եւ Grok-ն են։ Նախ, երկուսի տակ էլ աննորմալ փող է դրած։ Մեկը պատկերացրեք, պատկանում է Google-ին, Gemini-ը, մյուսը պատկանում է Elon Musk-ին։ Երկուսն են փողի խնդրեմ առանձնապես չունեն։ Երկուսն էլ շատ ակտիվ աշխատում են, բայց տարբեր պլյուսներ ունեն։ Այսինքն Grok-ը ինչի համար է հետաքրքիր։ Մի քանի պատճառներով։ Մեկը ամենակարևորը Elon Musk-ը կառուցում է տվյալների data center-ներ, որոնք որ խայտարակ մեծ ու խայտարակ արագ են։ Ու մի պատկերացնում եք 10 քանի ամսում մի հատ հսկայական տվյալների կենտրոն կառուցեց, որ աներևակայելի էր, կապ չունի դա մեջը ինչա դրած, բայց ասենք որ դու կանաս տվյալների կենտրոնը այդ կարճ ժամանակում ստաց, դա բան չի եղել ընդհանրապես։ Բայց հիմա դրա կրկնակին է սարքում, Colossus է կոչվում։ Դրա պատճառով ափսոս հիմա չեմ հասցնել, էլի ցույց տայի ձեզ, ասենք ինչ արագությամբ է աշխատում, փորձել եք նույն պատկերները Grok-ով գեներացնեք։ Grok-ով չէ, Gemini-ն հրաժարվում է անել, այդպես ուրիշ ֆոտո կամ այդպես մի քանի բաներով փորձել։ Նայեք, պարզապես ձեզ ասենց ասեմ, հետո կնակ ինքնատ կփորձեք, անվճար վերսիան կա։ Ասում ես, էսի նկարը սարքի, ու ասենք բուկվալը մի քանի վայրկյանում այդ նկարները հայտնվում են։ Հետո scroll-ը սամ ներքև, որտեղ 3-4 հատ սարքում է։ Scroll-ը սամ ներքև scroll-ի արագությամբ գեներացում է էլի։ Այսինքն դու scroll-ը սանում կարող է մի 2 վայրկյան կարիք ունի սպասել։ Այդ արագությամբ գեներացում է նկարներ։ Գեներացիոնը լսեք, շնորհքով կուլտուրական չէ, ասենք, նկար արելը, բայց այն չի, մանրամասնությունները ինչ որ ես ասում, չի են։ Հասկացա։ Էլի ես բաներ կա որ հլը չեն անում։
Դաժե եթե հենց հիմա չեն անում, այդ դրա մասին ենք խոսենք։ Բայց պատկերացնում եք, որ դու scroll ես անում, ինքը նոր նկար, նույն այդ փոփոխումով անսահման նկար է գեներացում ու scroll-ի արագությամբ։ Այդպես բան անհնար, ոչ մեկ այդ արագությամբ չի աշխատում։ Երկրորդը ամեն նկարի վրա կտցնում ես, ու ասում ես սրան սարքի վիդեո։ 30 վայրկյանը մոտապես սարքում է վիդեո, տենց բան է գոյություն չունի։ Որ նստում եք, սպասում ես, էլի ասենք մի 2 րոպե, 3 րոպե, 10 րոպե, 15 րոպե տարբեր համակարգը։ Այո, ունի ես բոլոր ֆունկցիաները անվճարայինական։ Որ վերսիան է Grok-ի 4-ն է վերջերս դուս եկել, բայց էական չի, որ Grok որ sign-in ես անում, ինքդ մի վերսիա կարծեմ տալիս։ Այս բավապես որ պատկերացնենք, առաջին պատճառը դա մեծ տվյալների կենտրոնն է ու ավելացող է հզորությունն է։ Մյուսը ամենակայուն Elon Musk-ը ինքն է։ Elon Musk-ը ասում մի բան որ անում է, սովորաբար ասում է որ անելու է, սովորաբար ինքը անում է ու շատ արագությամբ է անում։ Դուք տեղյակ եք որ նույն ChatGPT հիմնադիրներից մեկը եղել է հենց Elon Musk-ը։ Երբ որ այդ խումբը տեսել է ու իրանք ասել են որ այսպես հետաքրքիր լուծում ունենք ու ասել են որ մենք մեր հիմնական նպատակը դա բոլորի համար հասանալի, դրա համար կոչվում open AI, հա, բոլորի համար հասանալի open source արհեստական general intelligence ստեղծելն է։ Դա եղել է, հիմա էլ գրած է իրանց միսիան դա։ Բայց ու Elon Musk-ը $1 միլիոն ավել գումար է տվել, մասնակցել է բանի վեր, հետո մեկ էլ որ սկսել է աշխատել այդ hype-ը որ եղավ, բոլորը ասեցին ChatGPT մտնել, միանգամից իրանց ասեցին մտածել որ փող կա։ Ու ինչ open, ինչ բան, Elon Musk-ը դատի էր տվել սրանց, ասում էր դուք պետքա ձեր անունը փոխեք։ Եթե դուք աշխատենք որպես close AI, ոնց կա ձեր անունը open AI։ Փակեք, ասեք փակենք։ Ինչ եք մարդկանց թլոզում, որտեղ իր հետ իրանք պայմանով դե բաց լինի։ Ինչևէ, այդ սկսել է Gemini-ից, ու դրա համար Gemini-ը օրինակի համար, կնեք Gemini-ից, Google-ից։ Նույն այդ մարդիկ ովքեր հիմնադիրներն են եղել ChatGPT, Google-ի թիմից են։ Ինչի եմ խորհուրդ տալիս, որ Google-ի Gemini-ին ուշադրություն դարձնենք, որտեղ Google-ը դա հսկայական հետազոտական ինստիտուտ է։ Այսինքն աննորմալ քանակի գիտություն է, աշխատում հələ մինչև ChatGPT-ային դարաշրջանից, ասենք մի 10 տարի առաջ իրանք արդեն ինչ-որ բաներ են մշակում։ Հա, միգուցե նույնիսկ ավելի շատ։ Ու այդ գիտությունը հիմա սկսում է արդեն աշխատել։ Ոչ մեկը, ոչ Elon Musk-ը, ոչ ChatGPT-ին, բան այդ հետազոտական հզորությունները չունեն։ Ու վերջին անգամ ես լրիվ շոկի մեջ էի, երբ որ Google-ը հայտարարեց իր նոր ամեն տարի ոնց որ մի հատ կոնֆերանս ունեմ, հայտարարում ինչ նոր բան են հայտնաբերել։ 100 նոր product հայտարարեցին 100 դա անևակայելի թիվ է, էլի ոչ մեկը երբևէ տես բան չի արել, օրինակ մյուսները պարզապես բարելավում են իրանցը։ Իսկ այսանք 100, ասենք վիրտուալ իրականություն, augmented իրականություն, ռոբոտաշինություն, ես բոլոր ոլորտներում ես մինչև վերջ կարողացա նույնիսկ ուսումնասիրեմ, որտեղ խայտարակ շատ էր։ Ու դա պատճառն է նրա, որ Google-ը ունի լուրջ գիտնականություն, լուրջ գիտություն։ Ու հաստատ ինքը առաջ է ընկնելու միլիոն հատ հարցերում։ Այսօրվա օրը օրինակ Gemini-ի նկարների գեներատորը աշխարհում ամենալավերից մեկն է։ Էլի կուզենայի ձեզ ցույց տալ, ասենք պարզապես պատկերացրեք, հիմա ասես թե բառերով ասեմ, չէ, բառերով են չի լինի։ Այսինքն որևէ նկար թույլ է տալիս որևէ էլեմենտ փոխելու առանց մնացածին ձեռ տալու։ Մարդկանց նկարն է 3 հատ մարդկանց նկար դնում ես, պարզապես upload ես անում, ասում ես հիմա այս 3 հոգին Մարսի վրա սկաֆանդրներով վեսի միջ են անում։ Կամ ծովափին իր հետ կանգնած են գրկախռնած վիճակում։ Այդ լրիվ հավաքում է իրար առանց աղավաղելու ու ստանում է տես նկարներ։ Որ էլի ու շատ արագ։ Grok-ի չափ արագ չէ, բայց բավականին արագ։ Ինչի համար եմ ես երկար բակ ձեզ ասում, ժողովուրդ, որ դուք հասկանաք, Queen-ին խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել, որտեղ չինական համակարգ, չինացիք հիմա ասում մենք պետք է հասնենք սրանց, պետք է հաղթենք սրանց, այդպես չի լինի բանի վեր, ու Queen-ը հիմա լավ, բավականին լավ եկավ հասավ, հա, որպես այդպեսին։ Դրա համար խնդրում իրանին ուշադրություն դարձեք։ Հիմա ոչ մի բան կոնկրետ չեմ կարող ասել, որ Queen-ը ավելի լավ անում, քան թե մյուսները, այն ոնց որ ասեցի մյուսների հետ կապված, հա, բայց Queen-ը արդեն մակարդակով հասել է, այս չինացիք հաստատ ռեսուրս չեն խնայելու, մարդ չեն խնայելու ու փորձում են մրցավազում ու երբ որ եկավ էս երևույթը, ուրեմն հաստատ ավելի լավն անելու շուտով։ Լավ, ինչևէ, այս պարզապես որ մի քիչ կողմնորոշվեք այս AI աշխարհում, հա, որպես այդպեսին, թե ասենք որ գործիքներ ինչի համար ընտրեք։ Ու ձեր համար չլինի որ ChatGPT-ին այդ արհեստական բանականությունն է։ Այդ ցավալի սխալ է, հա։ Հա։
այդ ճշգրիտ անալոգիա, երբ որ բանը պատճենահանումը դարձավ Xerox, որտեղ առաջին մեքենան բերելին դա Xerox-ներն էին։ Ու սա ասում ենք Xerox։ Ուրիշ էլ կար, Hewlett Packard-ը ունե, մյուսը ունե, բայց պատճենահանում անելը դարձավ Xerox։ Հիմա նույն ձևի լիքը մարդկանց համար այդպես է։ Մի վարքան այս մեկը չեմ ուզում հիմա, հետո հետ կգամ այդտեղ։ Մյուս պարադոքսալ վատ բանը, երբ որ մարդիկ չեն հասկանում, որ դեմը մարդ չկա։ Ես է Ստեփանավանի մեր երիտասարդներից մեկի հետ էի խոսում, ու ինքը քնքշագին հայացքով ասում է. «Արեք, ChatGPT-ն իմ ամենալավ ընկերն է։ Ինքը ամեն ինչ իմ մասին գիտի, ու իմ բոլոր խնդիրները, բոլոր հարցերով ես կարող եմ իր այդ անսահման երկար խոսեմ, ասես նստում եմ եւ իր հետ շփվում եմ»։ Ու այդ մարդը ընդհանրապես չի հասկանում, որ հետևը ոչ մի մարդ չկա, ոչ մտածում է, եթե օրինակ ChatGPT-ն ձեզ ասում է, բարև սիրելի Արեգ, ինչ ուրախ եմ, որ մենք հանդիպեցինք, որ հարց ես տալիս, ասում է, օ, ինչ հիանալի հարց, ես զմայլված եմ ուղղակի։ Վերջում ասում է, եթե ամեն պահի, երբ որ քեզ պետք կլինեմ, մեծ հաճույքով, ինքը ոչ հաճույք, ոչ զմայլանք, ոչ մի բան չի կարող ապրել։ Չունի տենց բան որպես այդպեսին։ Բայց դա մի հատ ուրիշ հարց է գալիս, փիլիսոփայական հարց է։ Ոնց մենք պետքա տարբերենք իդեալական ֆալշիվկա ոնց են ասում։ Իդեալական կեղծիքը ոնց տարբերենք իրականությունից։ Պատկերացրեք մեկը իդեալական կարողանում է կեղծ սեր ցուցաբերի ձեր նկատմամբ, բայց ինքը ընդհանրապես ոչ մի սեր չունի։ Ոնց ենք մենք տարբերելու իդեալական կեղծիքը իրականությունից։ Սա շատ լուրջ հարց է, որտեղ սրանք խայտարակ ձևի կարող են սիմուլացնել բոլոր տեսակի զգացումները։ Ու ոնց մարդը հասկանա, որ սա իրեն սիրող, գուրգուրող, փայփայող համակարգ չի։ Հիմա տենց խնդիրներ կան աշխարհում մեկ, ասենք, օրինակը մարդը օֆիցիալ ամուսնանում է ChatGPT-ի հետ։ Սեկտա կա կրոնական, որ համարում է, որ ChatGPT-ն դա Քրիստոսի երկրորդ գալուստն է, ինքը մեր բոլոր հարցերին պատասխան է տալու։ Մարդ կա այդ սեկտայից, որ իր կնոջից բաժանվել է, որտեղ կինը հրաժարվում է օգտագործել ChatGPT-ն։ Սա ոնց Աստծո ձայնը եկել է, ու դու իր հետ չես շփվում, գնա։ ChatGPT-ն խանդում է իր կնոջ։ Այդքան հələ չի բանը։ Ասենք մի հատ կանեն, բայց էդ էլ կանեն, հեռու չի, հա։ Հասին հասկանում եք, չէ՞ մի շատ կարևոր է, ժողովուրդ։ Մեր բանն էր, կարծեմ Սամվելն էր ասում, ասում անկերներից մեկը սովորացել է ChatGPT-ին, որ ես քեզ դիմելու եմ հայվան, ու դու ինձ պիտի դիմես օ իմ տիրակալ։ Առաջին հայացքից տենց վայրենի բան է, ինչ է, բայց դա հիանալի ստրատեգիա է, որ դու երբեք չմոռանաս, որ քո դիմաց մարդ չի։ Ու խնդրում եմ ձեզ, դուք էլ բոլոր, դու ձեր բարեկամներին, երեխեքին, սովորացրեք, որ ստեղ մարդ չկա, մի խառնվեք։ Օրինակ, բան, տենց իլյուզիա կար, հիշում եք, որ ասում են, որ եթե դու ChatGPT-ին ասում ես, բարև, խնդրում եմ, շնորհակալություն, բանի, օ ինչ լավն ես դու, ինչ հիանը, ու ինքը ձեզ ավելի լավ պատասխաններ է տալիս։ Լիքը ինտերնետով տարածվեց, որ եթե դու իր այդ քաղաքավարի բարի ես շփվում, իր արդյունքները ավելի լավն են լինում, բացարձակապես 0 իմաստ ունի, 0։ Այսինքն ասես այս բանը արա ու բարձ։ Չէ, բայց ինչու 0։ Ինքը հնարավոր է քո հարցի տեսքից գուշակում է քո ինչպեսին լինելը եւ ըստ այդմ է արձագանքում։ Այսինքն եթե դու ավելի շատ հավիական բառեր ես օգտագործում, բնականաբար ինքն էլ կուզենա նույն ոճի մեջ քեզ պատասխանել։ Եվ այդ իմաստով ոչ թե ես երբ դիմում եմ ողջույն, ես ուրախ եմ ձեր պատասխանի համար շնորհակալություն, ոչ թե նրա համար, որտեղ համարում եմ թե մարդ է իմ դիմաց, այլ ուզում եմ մեր հարաբերությունները այդ հարթությունում Ինչ հարաբերություն է, չէ։ Այդ հարաբերություններն են, որը որ գեներացվում է մեր այդ արհեստական զրույցի ժամանակ։ Այդ ուղղումը լավն էր։ Որտեղ դա զրույց չկա։ Ոչ մեկը չկա ում է դու հարաբերություն հաստատում։ Չէ, մարդ որպես այդպեսին անկասկած չկա։ Այդ ոչ չեմ կարծում թե որևէ մեկը կարծում է թե դա մարդը բացի այդ քո ասած սեկտիստներից։ Սեկտիստ է, ինչ մի խոս, սեկտանտ։ Ժողովուրդ մեծամասնությունն է մոլորակի եմ վիճակում, սեկտանտները չէր մենակ։ Հա, այդպես է։ Հա, դարձել է, օգնել էր, որ ինքնին տրանսպարանցիոն գործի։ Երկու իշ ասպեկտ ասեմ, մեկ,
Հստակ, երբ որ դու լրացուցիչ բառեր ես օգտագործում, ինքը շեղվում է դրանից։ Ինքը սկսում է մտածել, խնդրում եմ, ինձ բարի եղի եւ ինձ դուր sense բաներ, ինքը նայում է թե դու ինչ ես իրան ասել։ Ու այդ բառերը, որոնք որ բովանդակության հետ կապ չունեն, ընդհակառակին խանգարում են, որ ինքը կենտրոնա բուն թեմայի վրա։ 1 մի րոպե։ Երկրորդը մեծ էկոլոգիական վնաս է տալիս դու այդ աները, որովհետև ամեն մի լրացուցիչ բառը, որ դու ուղարկում ես, ինքն դեղ առաջացնում է աննորմալ էլեկտրոէներգիայի ծախս, ու ասենք մենք կարելի ասել մոնորակին վնաս ենք տալի, երբ որ ավելի մոտ բառեր ենք տալիս։ Որովհետեւ մեր բանավեճը ավարտի հասցնենք, կարող ենք պայմանավորվել որևէ հարցի շուրջ դու շատ կոպիտ ձևերով ես հարցնում նույն ChatGPT-ի նույն հարցը, ես ենթադրենք ավելի բարեկիրճ ձևերով։ Ու տեսնենք հետո հետաքրքիր էքսպերիմենտ կլինի, միգուցե հետաքրքիր էքսպերիմենտ կլինի, կարող են կանել։ Ես ասում եմ, այն ինչ որ հստակ է, այսինքն այն ինչ որ կոնկրետ իր աշխատանքի լոգիկայի հետ կապված, ինքը ամեն մի քո ավելորդ բառով բովանդակության հետ կապ չունի, առաջացնում է իր մոտ ցես վիճակ, ինքը ավելի շատ է մտածում դրա վրա, թե ես ինչի հետ կապեմ, հա, այսինքն ինձ ասում է խնդրում եմ բայև ձեզ բան եւ այլն ու ասում է, ասենք էկոլոգիայի մասին, հա, դա ինչ կապ ունի այդ երկուսի իր հետ։ Ինքը մարդ չի, որ դա հասկանա, հա, ինչ բարի տղա էր, հա, որպես այդպես։ Չէ, ինքը նույն բարև ձեզ, բան, էկոլոգիան նայում է նույն հարթության մեջ։ Լավ, շատ չկանգնենք, բայց սա շատ կարևոր է, որ ուշադրություն դարձնենք։ Մյուսը, որ շատ կարևոր է, շատ լավ անալոգիա է, փորձեք ինքներդ, հիմա մի քիչ ավելի լավ են, բայց ժամանակին ստանդարտ։ Երբ որ նկարում եք պատի ժամացույցը, եւ տալիս է ասում է ժամը քանիսն է, ասում եք 10-10։ Կապ չունի ինչ ժամացույց ես նկարել, ինչ գույնի էր, սլաքները որտեղ են գտնում, ասում եք 10-10։ Հարց, ասում է вопрос ստուդիո։ Ինչի։ Ինչի ոչ 20-30, 86-47։ Ինչի 10-10։ Ոչ։ Հա։ Տեսնամենուց էլ են սովորել։ Վիզուալ տեսքի համար ավելի ուշադրություն գրավում լինի, որ ժամացույցների 1-0 ծրագրավորման լեզուն է։ Չէ։ Այ քո պատասխան մոտիկ է իրականության, ինչ էիր ասում։ որ հենց այդ գովազդային պաստառների վրա էլ այդպես են ժամը դնում 10-10։ Այո։ Ինտերնետով պոիսկ արեք պատի ժամացույց։ 98%-ը վրան դրածալն 10-10 սլակն է։ Ինչի։ Որտեղ որ սլակներն սենց ես դնում։ Թվում է ժպտում է ժամացույցը, շատ ուրախ տրամադրության մեջ է։ Ու բոլոր ֆոտոգրաֆները, երբ որ նկարում են պատի ժամացույցը, դնում են 10-10։ Որտեղ ասի ճիշտ ձևը դա է։ Հիմա էս մեր ընկերը, հայվանը, գնում է տենում է քո ժամացույցը ու ինքը չի ասում մեծ սլակը ստեղ է, փուճուր սլակը ստեղ է։ Ինքը նայում է հավանականորեն ինչքան կարող լինի։ Ու քանի որ սաղ ինտերնետը լցած է 10-10-ով, ինքը համարում որ հավանական պատասխանը ճիշտ դա 10-10-ն է, որտեղ մեծամասնությունը ժամացույցների 10-10 են ասում։ Այս կարևոր է որ հասկանաք, թե ինքը ոնց է ձեզ պատասխանում, որտեղ դուք հարց եք տալիս իրեն, դուք կարծում եք, որ դուք հարցը ուղարկեցիք, մեկ էլ ինքը ասում մի րոպե էլ մտածեմ, ուրեմն այս սրակը գտնում այնտեղ, կամ ասենք, երբ որ ասում ես ինձ պատմի էկոլոգիայի այս ինչ հարցի մասին, ինքը գնում է իր դպրալների բազայի մեջ, բացում է էկոլոգիայի բանը, գիրքը, մեջը թերթում է նայում ասենք որն է ու տալիս է պատասխան։ Ու պատասխանից այն մոտ մտածում է, ոնց ձևակերպեմ, որ բենիկին շատ դուր գա։ Ուրեմն ոնց է ինքը արտադրում այդ պատասխանը։ Երբ որ իրեն train են անում, պարապացնում են, իր մեջ լցում են աշխարհի սաղ ինֆորմացիան։ Ու տալիս են մեծ հզորություն, որ ինքը կարողանա հենց ինքը այդ դրանց մեջ գտնի օրինաչափություն հավանականային։ Օրինակի համար, եթե բենիկը հարցրել է լուսնից մինչև երկրից մինչև լուսին, ինչքան է հեռավորությունը։ Ինքը սկզբից անալիզ անում ձեր տված տեքստը, հա։ Նայում է, ասում է, հա, սրա մեջ եւի ամենակարևոր բառերը լուսին, հեռավորություն, երկիրն է։ Ու ասում է դրա համար եւի ինքը հարցական է գրած, ուրեմն հարց է տալիս, ուրեմն ասում է ամենահավանական առաջին բառը հեռավորությունը, նայում է երկիր լուսին, ասենք երկիրը ավելի շատ է օգտագործվում, երկրորդ հավանական բառը երկիրն է, հետո եւ
Հետո նույնիսկ տարերով է նայում թե որն է ավելի հավանական։ Ու տենց դասավորում է ըստ հավանականության ձեր պատասխանը։ Այսինքն ինքը չի մտածում, չի ձևակերպում։ Ինքը պարզապես իր մեջ եղած այդ հավանականությունի համապատասխան դասավորում է տառեր եւ բառեր այն հերթականությամբ, որ կտա այդ հիասքանչ պատասխանը, որ դուք ունեք։ Մարդը ընդհանրապես տենց չի մտածում, էլի։ Դրա համար էլի հասկանանք, որ այնտեղ ուրիշ process է տեղի ունենում։ Հա, այս հետ վերադառնանք այնտեղ մի հատ բան ունենք կիսատ թողած։ Ձեր համար պարզապես էլի ոնց որ ասում էի, որ պետքա հասկանաք, որ համակարգի հետ ինչ եք անում։ Մի հատ ուրիշ խնդիր կա, որ այս բանն է, prompt engineering-ն է, հա, այսպես որ մասնագիտություն էս դառավ, մարդիկ գրում են սովորում են, որ գործի ընդունվեն, բան։ Ինչի մասին է խոսքը, որ դու ոնց ճիշտ գրես քո հարցումը, որպեսզի ստանաս ամենալավ պատասխանը։ Ամենապարզ ձևերով, պարզապես ձեր համար էլի, ոնց ձևակերպեք, լիք ուրիշ ստրատեգիաներ կա, բայց ամենապարզը իմ համար սա է։ Դու սկզբից նկարագրում ես կոնտեքստը։ Այսինքն ես, չգիտեմ, ասենք, ես ինչ մարդն եմ, մասնակցում ես դասընթացին, ինձ հանձնարարել են գրել հետազոտություն ես ինչ թեմայով։ Այդ ասեցիք իրավիճակը։ Երկրորդը, ասում ես թե ինքը ով է, այսինքն դեր ես տալիս իրան, որտեվ քո հարցմանը ինքը կարող է պատասխանի որպես ուսուցիչ, որ կրթական հարցերով է զբաղվում, պատասխանի որպես պոլիտոլոգ, որ քաղաքական հարցեր են իրան հետաքրում, պատասխանի որպես սուպեր էքսպերտ այդ ոլորտում ու ասենք ասում ես դու սուպեր էքսպերտ ես այս ոլորտում, որ բազմաթիվ կազմակերպություն օգնել է, հիասքանչ գործարել է, ամեն ինչ գիտի այդ ոլորտի մասին։ Իրան ես դեր տալիս։ Եվ երրորդ կտորը կոնկրետ ասում ես ինչ ես ուզում իրանից։ Եթե քեզ պետքա էսե, ասում ես էսե տուր։ Եթե այդ հարցի կարճ պատասխանա պետք, ասում ես այդ հարցի կարճ պատասխան տուր։ Եթե ուզում ես ասենք ամբողջ տարբեր երկրի մոլորակի տարբեր կետերից ընդհանրացված ինչ-որ մի բան տա, ասում ես ըստ այս ռեգիոնների այդ բան։ Այսինքն հստակ կոնտեքստը, հստակ իր դերը եւ հստակ ինչ եք ուզում իրանից։ Ափսոս այդ սլայդը չունեմ իմաստը, բայց այդ պետքա տեսնեիք, էլի ասենք մարդիկ խայտարակ ձևի են գրում իրենց հարցումները։ Բայց քանի որ այս համակարգը բավականին խելոք է, ամենախայտարակ ձևով մի հատ ինքներդ փորձեք բոլոր բառերի մեջ բոլոր տառերը խառնեք, որ հարց եք գել, հա, պատմի ինձ բարձունքի մասին։ Պատմին գրում ես պտամույ։ Չգիտեմ, մասինը գրում ես մսան։ Բարձունքը գրում ես բարձնք։ Ու ինքը ձեզ պատասխանում է, ըստ այնա, թե ոնց ինքը պետքա ճշգրիտ ըլներ։ Այսինքն դուք եթե լրիվ դում եք հարցում գրելու որ մեկը ինքը ձեզ կտա լավ պատասխան։ Ու լավ պատասխանը վատ պատասխանից դուք կանաք տարբերեք, եթե ձեր անձնական նեյրոցենսը լավ է աշխատում։ Եթե ձեր անձնական նեյրոցենսը լավ չի աշխատում, դուք ասեք ինչ, արեկը հիմար բաներ ասում։ Հենա, տենց գրում եմ պատամու բան, ինքը լավ տալիս է։ Ինչ եմ իզուր ժամանակ ծասում։ Այսինքն տարբերությունը լավ պատասխանի ու վատ պատասխանի կարող է հասկանալ այն մարդը, ում անձնական նեյրոցենսը լավ է աշխատում։ Դրա համար խորհուրդս մյուսը էտա։ Մեկը ճիշտ prompt գրեք, մյուսը շարունակեք զարգացնել ձեր անձնական նեյրոցենսը, որ կարողանաք լավ արդյունքներ իրենց տալ։ Դա մասնավորապես նաև երիտասարդներին է վերաբերում։ Էլի իմ բազմաթիվ դասընթացների ժամանակ տալիս եմ հանձնարարություն երեխեքին, ասենք օրինակ, ուզեք իրանից 40 հատ հետաքրքիր գաղափար, թե այդ ձեր համայնքային ծրագիրը ոնց պետք է անել։ Գրում են 40 հատ հետաքրքիր գաղափար համայնքային ծրագրի մասին։ Ինքը բերում է այդպես մի 40 հատ միտք, հետո ինքը այդ երեխան դրանից ընտրում է 3-ը։ Դու ասես, ինչ պրինցիպով ընտրեցի այդ 3-ը։ Ասում եմ մնացած ախմախ բաներ են։ Այսինքն իր անձնական նեյրոցենսը չի ջոգում այդ ինչա, ուրեմն ախմախ բան է։ Ավելին ասեմ, այն ինչ որ ինքը ընտրել է այդ 3-ը, ինքը էդ էլ չի հասկանում ինչա։ Բայց մոտավորապես ինչ որ ասոցիացիան է մոտը առաջացել ու բերում է քեզ պատասխան։ Ու սա էլ ավելի խայտարակ վիճակ է։ Այսինքն ինքը չի հասկանում, որ ինքը հիմար ձևի հարց տվեց, ինքը չի հասկանում ոչ գեղեցկությունը պատասխանների, ու հետո չի էլ հասկանում դա ոնց կիրառել։ Դրա համար մեծերի համար էլ է կարևոր, երեխեքի համար էլ ավելի կարևոր է, որ դուք չմտածեք, էլի, որ մի հատ հիմար բան գրեցի ու ասենք շատ լավ պատասխան տվեց, կամ չէ, ախմախ պատասխան տվեց, եթե լրիվ ախմախ պատասխան տվեն, ու դու մեծ հավանականությամբ դու ես մի քիչ ախմախոտ, հա, որպես այդպեսին։ Ու պետք է լավ կլինի, որ իմանաս դրա մասին, որ աշխատես, էլի դրա։ Հա, կներեք, այն մեկը բաց մնաց։ Այս prompt engineering-ը հիմա ավելի պակաս կարևոր է դառել, որովհետև ասում եմ, ինքը այն ամենաախմախ բանից էլ կարող է, գիտեք ինչ է անում։ Վերցնում է ձեր ախմախ prompt-ը, ինքը վերաձևակերպում է, օրինակ որ նկար եք սարքում։
Ասում ես տուր ին Նոյան Տապանի պատկերը ծովի վրա, հա, որպես այցին։ Ինքը իր համար դե ինքը սարքում է, այն են ոնց որ դուք եք գրել, որ սարքի նավը է ստիլի մեջ ինքը լինի, որ ասենք այստեղ ալիքներ լինեն, վերևից լույսի ճառագայթ ընկնում են, դե թռչունները թռնում էին։ Այդ ամեն ինչը թողել են, չգիտեմ, այս ինչ հայտնի նկարչի ստիլով բան եւ այլն։ Ինքը սարքում է տենց ու այդ դրա հիման վրա է գեներացում, ոչ թե ձեր ասացի, այլ ինքը սարքում է իրանը, որ ավելի խելոք է սարքած, հա, որպես այդպեսին։ Դրա համար prompt engineering-ի հարցը հիմա այդքան շատ լուրջ չի։ Էլի կարևորություն դեռ ունի, բայց շատ լուրջ չի։ Հիմա շատ կարևոր է երկրորդը, այսպես կոչված context engineering-ը։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա օրինակի համար քանի որ ինքը երբ որ հարց եք տալիս, գնում է այդ սաղ մարդկությունից հավաքած բորշի մեջից է ինչ որ բաներ գտնում։ Դու ասում ես, ես չեմ ուզում տենց բան։ Ես քեզ կտամ 3 հատ լուրջ միջազգային զեկույց այդ թեմայով։ Ես քեզ կտամ 4 հատ հետաքրքիր հոդված գիտական այդ թեմայով։ Ես քեզ կտամ, ասենք, իմ պատկերացումներ այդ թեմայով։ Այդ բոլորը որպես կոնտեքստ, համատեքստ քեզ կտամ ու կասեմ, երբ որ քո պատասխան ձևակերպելուց կնես, հիմնականում օգտվի իմ կցած նյութերից։ Ու այդ ժամանակ դու շատ ավելի մաքուր, զտված, ստուգված պատասխան ես ստանում։ Դրա համար հիմա ինչ դոկումենտներ իրան կերակրենք կամ ինչ կերակրենք, որպեսզի լավ բան ստանանք, դա եկել է առաջին պլան, քան թե prompt engineering-ը։ Այսինքն ոնց իրան տամ այն լավ համատեքստը, որից ինքը կտա իդեալական ստուգված ճշգրտված պատասխան։ Էս էլ պրոստը ուշադրություն դարձրեք։ Իհարկե։ Բայց եթե չգիտես, օրինակի համար դու ենթադրենք այդ թեմայից լավ չես հասկանում։ Բայց ասում ես ChatGPT Տուր ինձ աշխարհի, ասենք 2023 թվականից 2025 թվականի top հոդվածները այդ դրա վերաբերյալ։ Էդի տալիս է, գտնում եք ինտերնետից, քաշում եք։ Ասում ես տուր ինձ top 3 research-ները դրա վրա, հետազոտությունները դրա։ Այդ դրանք էլ ես գտնում, անես, չգիտես, հարցեր է, ասում եմ չիմանալը ամոթ չի, չհարցնեն ամոթ, հա։ Այ իրանից ուզում ես այդ, հետո հետ ես կերակրում իրան։ Դեստրայի մամուրա պատասխան։ Այսինքն եթե դեռ չգիտեք, այդ հարցը լուծելի է, բայց եթե չգիտեք, որ այդ հարցը տենց պետք է լուծել, այդ արդեն խնդրեմ է։ Ժամանակ կասեք, ինչքան ունեմ։ Հիասքանչ։ Ուրեմն արագ, ինչքան կհասնենք, կգնանք մնացածները կմնա մյուս անգամ, խնդիր չկա։ Թվային ճեղքվածքը ժողովուրդ, Հայաստանը հիմա որ մեռնի էլ չի կարող ինչ-որ ֆունդամենտալ մեծ բաներ առաջարկի արհեստական բանականության մշակումների վերաբերյալ, ասենք մշակենք մեր հայկական AI-ը, կեցը, հեսա մի հատ տվյալների կենտրոն կսարքենք եւ կկառուցենք։ Բապես որպես այդպես փոքրիկ թիվ ձեզ ասեմ, ամբողջ Հայաստանը ավելի քիչ հաշվողական հզորության դոստուպ ունի, քան թե Facebook-ի շարքային աշխատողը։ Հայաստանը ու մի աշխատողը։ Ու սա իրականությունն է, այսինքն մենք սարքային մակարդակում ունենք շատ լուրջ խնդրեմ ու Հայաստանի վզով չի կոպիտ ասած, այդ մրցավազքի մեջ մտնելը։ Անհնար, չենք կարողանա։ Իլոն Մասկ ինչքան ինքն է ասում, Հայաստանը երբևէ տես բան չի անի։ Մյուսը չիպերի հետ կապված այս թվային ճեղքվածքի։ Ով է արտադրում լավ չիպեր։ Թայվանը եւ Նիդերլանդները երկու հիմնական կետերում են, հիմա ուրիշ տեղեր են սկսել սարքել։ Ու այդ գերհզոր չիպերը ասում են ոչ մի Չինաստանին։ Չինաստանին արգելում ենք վաճառել։ Թայվանը, որ ասենք իրենց տերիտորիան է եղել եւ հիմա էլ Չինաստան պնդում է, որ իրենց տերիտորիան է, Թայվանն էլ ոնց որ թե չի մերժում, որ կռիվ բան չբացի։ Ասում են այդ Թայվանից չիպերը չես կարա ստանաս դու Չինաստան։ Դու փողով իրավունք չունես առնելու։ Դա նշանակում է մենք քեզ դուրս ենք շպրտում սուպեր ինտելեկտի մրցավազքից։ Դու չկաս այնտեղ։ Դրա համար հիմա Չինաստանն էլ ասես ես քեզ չեմ տա այն rare ոնց են ասում rare earth բաներ, հա։ Ոչ եմ։ Այն մետաղները բաներ, որոնք էդի սարքելու համար։ Ասես այդ ձեզ էլ չեմ տա։ Հիմա զարգացում է Իրանը ու ֆենոմենալ արագությամբ զարգացում է իր չիպերը։ Ու կզարգացնի, խնդիր չկա։ Ռուսաստանը զարմանալիորեն լուռ է այդ թեմաներով։ Ասենք որ առաջին արհեստական լավ հզոր համակարգը Yandex-ն էր որպես այդպեսին։ Ու շատ լավ հետազոտություններ ունեն, հա։ Բայց ինչ որ ոչ մի բան չեմ տեսնում Ռուսաստանում այդ թեմայով։ Մեկը այն այդ կապված ու մասնագետների մեծ մասին իրանք կորցրեցին։ Այսինքն ընթացքում պատերազմ բանի վրա մեծ քանակի մասնագետներ բավապես թողեցին երկիրը։
Մյուսը երևի կարող է ինչ-որ բան մշակում են, չեն ասում դրա մասին, դա չի բացառում։ Որտեվ չէ, ուժեղ են, էլի, իրանք իսկական գիտության, տեխնոլոգիայի ոլորտում ուժեղ են ու մանավանդ ինքը ռազմական ոլորտի հետ լուրջ կապեր ունի, այսինքն Ռուսաստանը կարող է հաց չունենային ուտելու, բայց լավ սամոլյոտ ունենա, որպես այսին հիմա էլ ասենք իրենց հա, ու մեկ-մեկ ավելի դաժան են օգտագործում, ասենք ոնց որ Չինաստանի տարբերակն է, ասենք տանում են գցում են, ասենք մի չորնի ящիկի մեջ, ասում են դու ստե ես ապրում, ստեից դուրս գալ չկա, ոչ մեկ է շոֆեր չկա, խելոք նստի գործը տար, հա։ Այս մասերում մարդիկ հաց ուտելու դաժե հնարավորություն չունեն, էլ ուր մնաց մոռացանք, հա, դրա մասին։ Հումքը ասեցի ինֆորմացիայի պաշարները։ Մի բան է ստեղ չկա գրած, ով ունի մեծ տվյալների բազաներ։ Հայաստան լավ ուզում է իր հայաստական ինտելեկտը սարքի։ Որտե՞ղ դիվերսի այդ մեծ տվյալների բազան։ Դե ասի Google, խնդրում եմ էլի ոնց կլինի, ասենք մի հատ քո տվյալների բազայի մի կտոր տաս, որ մենք օգտագործենք, հա, այսինքն ով է տնօրինում տվյալներին։ Եվ մյուս կարևոր հարցը, որ օրինակ Huawei-ի մասին հիշում եք, տես մի հատ հետաքի ֆիրմա կար։ Huawei որոշեց, որ ինտերնետային կապուղիները, այս օվկիանոսի տակի, ասի մեծ մասը պատկանում են Ամերիկային։ Բացարձակ գերակայություն։ Huawei-ը ասաց, ես էլ իմը կսարքեմ։ Ասին բարև ձեզ։ Դե հեռախոս չես կարողանա ծախես։ Ինչ քո կաբելները սարքել։ Մերն է մնալու է, մենք ենք գերակա ու տենց է գերակա մնալու ենք, հա։ Այսինքն այս ոլորտում մեծ ճեղքվածներ կան ու լուրջ պատերազմական վիճակներ են տեղի ունենում։ Մյուսը հսկայական ռեսուրս է այսօր գնում ռազմական ոլորտ, որ պարզապես սարսափելի է։ Այսինքն օրինակ բաները, մարտական ռոբոտ շները, ասենք հիմա, ասենք Չինաստանը, վերջերս բաները, Ինդոնեզիայի հետ կարծեմ, թե մենակ չեմ հիշում, այսինքն մարտական խաղեր, ինչ են ասում դրան։ Ոչմ, տենց խաղեր էր կազմակերպում, որին մասնակցում էին արդեն զինվորների հետ ռոբոտ շները գնդացիրներով, ականներ գտնելու սարքերով, ինչ ուզում ես վրան դիր, այլ ռոբոտը կարող է գնա, վրա թռնի բան եւ այն, վրան ուզում ես դիր սրանից, ուզում ես դիր նրանից, հա։ Ու այդ դրանք մարդկանց հետ հավասար արդեն մասնակցում են այդ մարտական վիճակներին, հա։ Մյուսը, Չինաստանը վերջերս, Չինաստանի մասին շատ եմ ասում, մյուսն էլ լիքը լավ բաներ ունեն, բայց ասենք արհեստական ինտելեկտի վրա մի հատ հիմնված համակարգ սարքեցին, որ 90 քանի տոկոս հավանականությամբ գտնում է լյուբոյ Սուզանավի լյուբոյ տեղ։ Սուզանավերը ժամանակակից մարտական վիճակի ամենակարևոր էլեմենտներից մեկն է մանավանդ մեծ խաղացողների, հա, որովհետև իրանք հնարավորություն են տալիս թաքուն մոտենալ եւ ռակետաները ատոմային եւ այլն մոտ բերել սահմանին առանց բռնվելու։ Ու շատ լուրջ բաներ են անում, որ հանգարց իրանք կարողանան գտնեն, որ հիմա այս մարդը ասում է ճլած նոր մի հատ համակարգ, որ սաղ ծովերը օվկիանոսն լսում է, ջոգում է հայաստական ինտելեկտը, սա Սուզանավ է այստեղ։ Ու դա պատկերացնում եք ինչ է նշանակում ժամանակակից պատերազմի լեզվով ասած։ Այսինքն այն հիմնական կարևոր բաներից մեկը մի վայրկյանում բարեգիշեր վերջացավ։ Ու լուրջ լրջագույն փոփոխություն է տեղում պատերազմի ոլորտում, այսինքն մյուսը այս բաներն են, ավտոնոմ դրոններ ու ավտոնոմ կրակող համակարգեր եւ այլն։ Այսինքն վերջերս ասում են բանի Ուկրաինայի պատերազմը կարող է պատճառներից մեկը որ Ուկրաինայի պատերազմը ինչեւ հիմա շարունակվում է, որտեղ այս բոլոր ամեն ինչը դա տեստավորվում է։ Ռուսաստանից ընկերներից մեկն էր ասում, որ Ուկրաինայի կողմից ասենք ռոբոտ կրակող գնդացիային համակարգ ունեն, որ մտնում էր բան անտառ ու դու փրկվելու շանս չունեիր, ասում եմ, որ մարդ է մտնում, ասենք կաս փոսի մեջ մտնես, ծածկվես, ձեն չանես, ու ինքը քեզ չնկատի, այսինքն պտ մի հատ պտ, մի հատ մահ, մի հատ պտ, մի հատ մահ։ Որտեղ ինֆրակարմիր, ուլտրաձայնային, ես իմ սաղ դաչիկներով, արհեստական ինտելեկտների մեջ որ ջոգի ես, արջա թե մարդը, հա, ու մի հատ բարի գիշեր։ Ու սրանք հիմա սաղ արդեն տեստավորման մեջ են։ Ու այս բան իմ սիրելի կերպարներից մեկն է, մի հատ այնպես բան կար, Oculus-ն կան, չեմ շոշում, վիրտուալ ակնոցներ արտադրող հիմնական ֆիրմաներից մեկը։ Ու ինքը հրավեր ստացավ, որ բան, մի հատ որոշեց, որ պետքա զենքի արհեստական ինտելեկտով զենքերով զբաղվի, Պենտագոնը մի անգամից սրան, բարև, ես քեզ լիքը փող բանի այն, ու ինքը սիրում է դրան, ասում է, ես սաղ կյանքս երազել էի, որ այն Iron Man կար, այն Железный человека։ Այ իրապես սրնեմ, որ սենց մարտական համակարգեր սարքեն բան եւ այն։ Ասում է, բա ինչ եք մտածում այդ killer bot-երի մասին, այդ որ բան են անում։ Ասում է, I love killer bots։ Ես սիրում եմ killer bot-ը, ու սենց անկեղծ էր ասում։ Սենց ասում եմ,
Հա էլի, ու ինքը sense ամբողջ իր ուժով լծվել է նրան, որ մարտական համակարգեր ձևավորի։ Իդեպ Google-ը իր կանոնադրության մեջ գրել է, որ Google-ի տեխնոլոգիաները երբեք ռազմական ոլորտում չկիրառվեն, բայց վերջերս հանեցին այնտեղից ու դրա համար լիքը պրոգրամիստներ աշխատում։ Իրանց հիմնական ոնց որ արժեքային բազաներից մեկը պարզապես փոխեցին, որտեղ ասում են, որ անհնար է, մենք չենք կարող մարտական վիճակներին չմասնակցենք։ Այս թողենք, քանի որ ժամանակ չունենք։ Այս իրականում լավ, եկեք նախորդ անենք ավելի լավ։ Մենք հիմա իրականության մեջ ենք, ժողովուրդ, որ մենք ունենք բանականության, այսինքն մտավոր գործունեություն կատարող համակարգեր, մարդուց ավելի լավ են ու ավելի լավ են աշխատում։ Մենք ունենք ռոբոտներին, որոնք ֆիզիկական ոլորտում գործողություն է, բավականին լավ են, մեզանից ավելի լավ երբեմն, հա։ Միակ բանը, որ պակասում էր, դա էներգիան էր։ Մի հատ շտեպսել, որ միասին դրանք աշխատեն, հա, որտեղ էներգիան թանկ է, օրինակ, չգիտեմ, տեղյակ եք թե չէ, բայց ասենք այդ մեծ data center-ները, որտեղ որ այդ ամեն ինչը կատարվում, ասենք կարող մի ատոմակայանի էներգիա, մենակ այդ մի հատ data center-ը սնուցելու համար օգտագործվի։ Ու դա հսկայական, կարծեմ Ամերիկայի հիմա այս պայդրությամբ 4% էլեկտրականության ծախսում է այդ data center-ների աշխատանքի վրա։ Այդ աննորմալ թվեր են, էլի։ Օրինակ ямар բանը, Microsoft-ը դες պրոյեկտ ուներ, որ մի կղզու վրա 3 հատ ռեակտոր ատոմակայանների կառուցում էր, որ մի հատ տվյալների կենտրոնը կառուցել, կսնոցի։ Բայց սա եւս լուծվում է։ Եթե սրանք արդեն լուծվել են համարյա, սա հիմա լուծվում է երկու ուղղությունով։ Մեկը արևային էներգետիկան է, ու որ նորմալ էր արդեն աշխատում էր, մնում էր պաշարելու հնարավորությունները ավելացվեն։ Որ մենք կարողանանք այդ արևի տվածը, ասում են արևը ասում է այդ խնդրեմ ունի, որ գիշերը չի աշխատում։ Որ կարողանանք ցերեկը կուտակենք, որ գիշերը կարողանանք օգտագործենք։ Ու այս ոլորտում են հսկայական փոփոխություններ կա, չեմ ուզում խորանամ, առանց մի հատ թեմա է, այդ հետ կապված։ Ու երկրորդը դա սառը ջերմամիջոցային սինթեզի վրա հիմնված ռեակտորներն են։ Էլի չեմ ուզում խորանամ այդ ինչը, բայց հավաստիացնում ես էժան եւ անվտանգ էներգետիկայի աղբյուր։ Դրանք միջև է ֆանտաստիկա, հիմա 5 տեղ արդեն սարքվել են պրոտոտիպները շուտով կսկսեն արդեն հոսանք տալ, հա։ Ու երբ որ մենք լուծում ենք այս բոլոր խնդիրները, օրինակ պարզ հաշվարկ կա, եթե հոսանքի հարցը լուծենք, մի մարդու ամբողջ տարվա առողջապահական բոլոր ծախսերը միջինում։ Օպերացիայով, դեղով, դիագնոստիկով, ամեն ինչով։ Ինչքան կնստի ձեր կարծիքով։ 50 $։ Պատկերացնում եք, այս ինչա նշանակում։ Բայց իհարկե դա նշանակում է, որ այդ այն մնացած $20,000 աշխատողներ մնացին բորտերին, իրանք չկան այլևս։ Ու այսօրվա օրով շատ լրջագույն խնդիր է աշխատաշուկայի հետ կապված։ Լիքը մարդիկ էս մոլորակի վրա, օրինակ, հիշում եմ, այս մեր գոլեգաներից մեկը անիմացիայի վրա աշխատում, ու երբ որ իրան ցույց տվեցի առաջին անգամ, ասի այսպես նոր համակարգ կա, ասեց Արեգ ջան, ինչ ես ասում, ես 100 տարի այդի սովորում եմ բան եւ այլ։ Մի ամիս հետո հանդիպեցի, ասի, հա ինչ ես ասում։ Ասեց Արեգ, ես շոկի մեջ եմ։ Մի օրվա մեջ կարողանում եմ այնքան գործ անեմ, ինչքան վաղտի մի շաբաթվա մեջ էի անում։ 2 ամիս անցավ, ասի, հա ոնց է վիճակը։ Արեգ ասեց, այն ինչ որ ես 3 ամսում էի անում, հիմա ասենք մի քանի օրում կարող եմ անեմ։ Իսկ որ մյուս անգամ հանդիպեցի որ ժամանակ անց, ասեց արդեն մտածում տաքսի քշելու մասին։ Ու հիմա լիքը մասնագիտություններ կա այսօրվա օրով, որ դուք ձեր երեխեքին ուղարկում եք այդ մասնակետը դառնալու, օրինակ լիքը մարդ ընդունում է բրուսը, լիքը մարդ ընդունում է բանասիրական, որ լեզու սովորի։ Ինչի՞ համար, որ թարգմանիչ դառնա, պետք չի թարգմանիչ։ Հենց հիմա 3, այս ֆենոմենալ է այդ արագությունը, 3 Android-ը բաց թողեց նոր իր վերսիան օպերացիոն համակարգի, որտեղ որ թարգմանությունը ուզում ես տեքստային, ուզում ես խոսքով, ոնց ուզում ես։ Ասում ես թարգմանի, դու խոսում ես այս լեզվով, ելին լսում այն լեզվով, դու ինքն։ Այսինքն թարգմանիչի գործը անհասկանալի է, ինչի համար է պետք ընդհանրապես։ Մյուսը, ասենք, բաները, իրավաբանները, ասում են, մեր գործը շատ լավ է բան եւ այն։ Այսօրվա օրով, այսինքն այս հայաստական ինտելեկտի համակարգ դու պատկերացնում եք, որ կերակրենք բոլոր դատական գործերը ամեն ինչ բռնենք։ Դրանից հետո ասենք օրենքներ սա գիտի, հետել են գցել մեջը։ Այսինքն լիքը թե ոլորտներ կա, որ այս պայի դրությամբ դու եթե ունես դա լավ առաջ կընկնես, բայց ասենք մի 5 տարվա պերսպեկտիվայով ունես, բրծնելու է, քո գործունեություն չի լինելու ընդհանրապես։ Էլ չեմ խոսում ծրագրավորումների մասին։
ամենա ֆենոմենալ հարվածի տակ ոլորտը դա իրական։ Որտեղ հենց լեզվի հետ կապ ունի, էլի։ Որ մի երկու շաբաթ չարչարվում է ինչ-որ ծրագիր գրելու մասին, վերջը ստեղս հասավ, նստած ChatGPT-ի սիրուն ձևակերպեցի, բայց կոնտեքստը ֆանով ամեն ինչ-որ ձևակերպեցի, կես ժամվա մեջ ծրագիրը տվեց, որը տեստ արեցի, մի հատ սխալ կդա, ինքը այդ ուղումն էլ տվեց ու աշխատեց։ Մի օրվա մեջ, փաստորեն ես երկու շաբաթ չէի կարողանում այդ հարցի լուծումը գտնել, իրեն դիմեցի, ինքը մի օր Ու ավելին ասեմ, հիմա տես նոր տերմին կա, որ կոչվում է vibe coding, չգիտեմ լսել եք։ Vibe coding-ը դա նա է, որ դու ընդհանրապես ոչ մի ծրագրում չգիտես, 0 Python, 0, չգիտեմ, JavaScript եւ այլն։ Ու դու կարողանում ես պարզապես իր այդ շփվելով ստանալ ծրագրավորման product, հեռախոսային application, ինտերնետային website, իր ինտերակցիա։ Հիմա դուք կարող եք, գնացեք փորձեք, ասեք իմ համար մի հատ սարքի ինտերնետային application, որ ասենք էս ինչ բան անեմ, էս ինչ բան լինի եւ հենց մեջը արդեն կարս կնոպկես խմես, ինքը աշխատում է։ Հարց ու պատասխանով շարունակենք։ Վերջ ասում ենք, հա, всё։ Էլ չեմ ուզում դա շգնամ, ինչ որ բաներ ունենք, բայց ես գիտեի որ պրեզենտացիան մեծ է, այսօր ավելի լավ է հարց ու պատասխանենք, որ արդեն ձեր անձամբ կարիքներին էլի անդրադառնանք։ Շնորհակալություն պրեզենտացիայի համար։ Մինչև դահլիճին հարցերը փոխանցելը մի հարց ես տամ, շատ չեմ ձանձրացնի ու խոսքը փոխանցենք արդեն դահլիճից, եթե հարց տվողներ լինեն։ Փաստորեն մենք արդեն այս մի քանի տարվա ընթացքում ընդունում ենք այն փաստը, որ առանց AI-ի չի կարելի, ու մենք պետքա համակերպենք իր հետ, ու պետքա հաշտվենք, ու պետքա հնարավորինս ինտեգրվենք, օգտագործենք, իրանը ինտեգրենք։ Հիմա այս ուղղությամբ կրթական ոլորտում ինչ աշխատանքներ է տարվում ու արդյոք դուք բարձունքի շրջանակներում կամ վերելքի շրջանակներում նախաձեռնում եք ինչ-որ կրթական process-ներ, որոնց հնարավոր կլինի մասնակցել ու օրինակ ասենք այս կարգի, բայց ավելի ֆունդամենտալ գիտելիք ստանալ, ոնց ավելի ճիշտ ու լավ օգտագործել։ Նայեք, մի քանի մասի է բաժանված, ինչ է արվում Հայաստանում, ինչ է արվում աշխարհում, այսինքն մեծ գերտերություն, ինչ ռազմավարական մոտ, եւ ինչ է կատարվում պատվալներում, այսինքն փոքրիկ տեղերում, որտեղ մարդիկ տեստարում են ինչ որ նոր վիճակներ, կրթական հաստատություններում, հա։ Ու դրանք շատ տարբեր են։ Օրինակի համար ասենք Չինաստան, Ամերիկան, Կորեան, Ճապոնիան, բան եւ այլն, խայտարակ մեծ ինվեստիցիա են, որ հիմա հասկանան, թե այս ֆենոմենը ոնց պետք է աշխատանք։ Ու փորձում են ինչ որ կրթական, դպրոցական ծրագրերի մեջ հսկայական կտորներ ավելացնեն, ամենափոքր տարիքից երեխեքը հասկանան ոնց է աշխատում եւ այլն, հա։ Այդ է։ Հայաստանում ինչ որ բաներ արվում են։ Բայց շատ քիչ է, ահա որ քիչ է։ Այսինքն ինչ որ արվում է հիմա մեր քաղաքական եւ կրթական ոլորտներում որպես այդպեսին, դա ահա որ մեծ քայլով հետ մնալ է։ Ու երրորդը այդ շատ հետաքրքիր տեղեր կան, օրինակ Ամերիկայում մի հատ Alpha School-եր են, այդպես համակարգ են կիրառում, ասեմ մի քանի դպրոցներում արդեն կա, ինչի մասին է խոսքը, դպրոցի տեսակը, որ ասենք երեխեքը AI-ով, գեյմիֆիկացիայով ինչ որ համակարգ է, որ ինքնուրույն են իրանք դրա հետ աշխատում, այսինքն ոնց որ բոլոր առարկաները դասավորած է, գեյմիֆիկացված է, հետաքրքիր վարժություն, ինչ որ ինդիվիդուալիզացիա էլեմենտներ կան, բան եւ այլն, ու դասատուել չկա սենյակում։ Կան մենտորներ, որոնք օգնում են, մի քիչ հասկանում են, երեխուն խրախուսում են, ասում են մի հատ է sense փորձի, մի հատ այս սրա մասին մտածել ես, այսինքն ոնց որ կողքից օգնում են, ոչ թե հիմա ես քեզ կպատմեմ Նյուտոնի բինոմի մասին, հա, այդպես բաներ չկա։ Ու 2 ժամ է տևում իրանց այդ հիմնական առարկաների կրթական process-ը։ Մնացած ժամանակ էլի դպրոցում են 4 ժամ, դրանից հետո լաբորատորիաներ, աուդիոզապիսի ստուդիաներ, պրոյեկտներ, քիմիական, կենսաբանական, ինժեներնի եւ իր երեխեքը հետաքրքիր հավես պրոյեկտներ են անում։ Ու այդ դրա արդյունքում այդ դպրոցը նոր լինելով հանդերձ հիմա Ամերիկայի top 10-ի մեջ է։ Այսինքն լիքը հետաքրքիր էքսպերիմենտներ նաեւ կան, որոնք էլի պետքա դրանց ուշադրություն դարձնել։ Իսկ մենք կոնկրետ ինչ ենք դրա հետ կապված անում, այսինքն ես գոնե փորձում եմ այն ամենափոքրիկ գյուղից սկսած, եթե հավաքում են 20 հոգի, ամենամեծ լսարանով վերջացրած, ասենք որ կարող է 200-300 հոգի լինեն, այս նյութը մատուցում եմ, ուշադրություն եմ գրավում եւ այլն, բայց իհարկե
այդ քո ասածը ուրիշ բան է, որ մենք կարողանայինք լավ կրթական պրոդուկտներ ունենալ, որ ոչ թե ասենք կարեկը գար, ասենք մի ժամ խոսեր, հետո մի քիչ հարց կանանք տань, այլ այս ամեն ինչը ամեն մի բանը առանձին մոդուլներով գնալ։ Ես տենց կպատկերացնեի տրամաբանական աշխատանք։ Հիմա կա օրինակ փորձում են սկսել ինչ-որ բաներ անել, բայց էլի խայտարակ հետ են ընկնում։ Ու մի հատ էստեղ խնդիր կա ժողովուրդ։ Ես ասում եմ, ես ինքս աննորմալ ժամանակ էներգիա եմ տրամադրում, մեկ անընդհատ հետևելու թե ինչա կատարում այդ ոլորտում, ամենաթոփ էքսպերտների, դրա հիմնադիրները, գիտնականները, բլոգերներ, որ սպეციფიկ դրանով են զբաղվում։ Լիքը ուսումնասիրում, լիքը օգտագործում եմ, այսինքն չգիտեմ էլի։ Ռեալ մեկ-մեկ sense բան եմ մտածում, որից սարսափում եմ ճիշտ ասած ու շատ վատ եմ զգում։ Կարող է, ասենք ես այն մարդն եմ, որ Հայաստանում ամենաշատն է այդ ուսումնասիրել ու օգտագործել։ Ու դա սարսափելի է, որտեղ ես կենսաֆիզիկ եմ, ես ասենք կրթության մասնագետ եմ, այդ իմ տենց ոլորտը չի էլի որպես այսին։ Ու ես երբ որ հանգարց ու մի քիչ հիմնավորված եմ, մտածում եմ կարող է իսկականից ամենալավը ես եմ հասկանում, դա ինչա կատարում, դա վախենալու է։ Դա սարսափելի է, դա շատ վատ է։ Դա շատ վատ է բոլորի համար, ներառյալ իմ համար, հա։ Դրա համար մենք պետք է կարողանանք իսկապես արժեքավոր համապարփակ կրթական պրոդուկտներ, հետո update-ները ապահովող, հա, որտեղ ամենասուր բան է փոխում։ Այսօրվա մեջ երկու հատ մեծ նորություն է եղել։ ChatGPT-ն իր search engine-ն է սարքել, որ ասում է Chrome-ին տապալում է, սպանում է պարզապես ու լրի փոխում է մեր ինտերնետում post կանելու վիճակները, հա, կոչվում, ինչ ոնց էր Atlas էր կոչվում։ Չնայած դրանից առաջը Perplexity-ն սարքեց, Comet էր կոչվում։ Երկուսն էլ իր հետ մրցակցում են, բայց լրի փոխում է լոգիկան, թե մենք ոնց ինտերնետից կարող տեղեկատվություն հավաքենք։ Հիմա չեմ ուզում խորանամ, բայց այդ տենց update-ներով, ասենք, եկար մասնակցեցին դասընթացին, դրանից հետո գալիս է, ոբշեմ, հիմա երկար բակ չպատմեմ, բայց այո, դա անհրաժեշտ է, այո, մտածում ենք դրա մասին, բայց տեսանք էլի, եթե կկարողանանք անենք, որտեվ ոնց որ գիտեք ինչի անում, ոնց որ նավը հին մի հատ նավ է, բոլոր տեղից ծակեր են, հնդայից գոռում են ժողովուրդ խորտակվում ենք, ջուրը գալիս է, դու պրոբկեն ձեռդ վազում ես ընդեղ ես մտցնում այդ պրոբկեն։ Հետո հնդայից են գոռում, չէ, այստեղ ավելի մեծ անց կա, այս նույն պրոբկեն ստայից անում ես, գնում ես ուրիշ տեղ ես։ Ասում չես հասկանում, որ մեկին հասնես, էլի։ Դրա համար մենք դի նաև տրեյներների պատրաստման դասընթացներ ունենանք։ Պրոբկա արտադրելու։ Հա, պրոբկայի արտադրման ցեխ պետք է ունենանք։ Շատ լավ, համեցեք։ Խնդրում ներկայացեք, հա։ Արտուր Մատեոսյան, շնորհակալություն շատ հետաքրքիր ուրեմն ինֆորմացիայի գիտելիքների համար, հանդիպման համար։ Խոսեցիք կրթական ոլորտից, դասախոսների եւ այլն այդ կրթության հետ կապված մի 10 տարի հետո բան ինչ է փոխվելու, կարող է այդ համալսարանների իրանց գործունեությունը, տրամաբանությունը փոխվի ու ChatGPT-ի հետ արհեստական բանականության հետ էլ մենակ ChatGPT-ը չէ։ Սկսեն ավելի շատ տենց հարաբերվել, ավելի շատ տենց ինչ-որ բան անել։ Ու երկրորդն էլ, եթե թույլ տաք, ուրեմն արևելյան Եվրոպայի երկրներից մեկը, կոնկրետ երկրի անունը, հա, Ալբանիա։ Մտա նայեմ ինտերնետը ստե թույլ է։ Երևի Ալբանիա, որտե շատ Ալբանիան դարձել է բան, չէ՞, վերջերս Տրամփն էլ է միշտ խառնում ոնց որ Ալբանիայի հետ։ Այնտեղ ոնց որ պետական գույքի նախարարը նշանակվեց գնումների, հա, արհեստական բանականություն ու դա ոնց որ առաջինն էր որն էր, բայց ամենօրյա ցույց է տալի, որ տենդենս կա այդ ուղղությամբ, հա, ամբողջ պետական գործընթացը համակարգվում է, կարգավորվում է այդ արհեստական բանականության միջոցով, էլի։ Դա ուր է տանում, լավ է, վատ է, վտանգավոր է, ինչ է, մինչև ուր կարա գնա եւ այլն, որտեվ արդեն այն որ ենթադրությունները մնացել է մի կողմ, արդեն մենք առերեսվում ենք իրականության հետ, որտեղ արդեն փաստ է։ Մի հատ խնդրում եմ ձեր կարծիքը էլի ընդհանուր սրա մասին։ Շատ մարդիկ խոսում են, տեղյակ չեն ենթադրությունները։ Իրանի ավարտ է, որ դուք ասիք, մենք հասկանանք, որ սա փաստ է։ Սա արեգի բզիկները չեն։ Սա փաստ է, որ հիմա մեր տանն է արդեն։ Մինչև էդ էլ արհեստական բանականության համակարգերը, ասենք ձեր որոշում են թե Facebook-ում դուք ինչ տեսնեք, YouTube-ում ձեզ ինչ առաջարկություններ ունի, eBay-ով որ գնումներ եք անում, ձեզ ինչ ուրիշ բան առաջարկեն։ Աշխատում են այդ ամեն ինչը, չի որ նոր է, հա։ Բայց հիմա գերհզոր ձևով սա մտել է եւ անընդհատ աշխատում է։ Հիմա բուն հարցի հետ կապված։ Ես ասեմ ավելի կտրուկ։ Եթե դպրոցներ եւ համալսարանները այդ չանեն, ռադիկալ չփոփոխեն ամեն ինչ, իրանք որևէ շանս չունեն կենթանի մնալու։ Որևէ շանս չունեն։ Այսինքն ռադիկալ փոփոխություններ է պետք կատարել, որտեղ այսօրվա կրթությունը, այսօրվա աշխատաշուկան, այսօրվա մարտահրավերները այնպիսի պահանջներ են դնում, որոնք որ երբևէ կապ չեն ունեցել առաջվա մարտահրավերին։ Տենոր Գեղամի հետ
զրուցում ենք, թե օրինակ համար, որ մենք ասում ենք, որ դպրոցում պետք է անցնեն ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, կենսաբանություն, ինչից որոշեցինք, որ հենց այդ պետք է անցնեն։ Հա, հասկանում եմ, որտեղից է եկել դասական կրթության համակարգը, հələ չգիտեմ, ասենք, Արիստոտելի, Պլատոնի ժամանակից, ասենք, պետք է ABC կոնկրետ դիսցիպլին, ասենք, պետք է Հոմերոսի գործերը, չգիտեմ, այդ վերածննդի ժամանակ պետք է Հոմերոս, Իլիական, ես ինչ ոդիսական կարդացած ունենք դասական երաժշտություն, այսինքն դասական կրթություն կա, որ ABC բանը թե չգիտես, ու անգրագետ ես, հա։ Բայց արդյոք դա տենց է, որ հիմա մեր դպրոցական համակարգը պետք է հիմնված է կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, հասարակագիտություն, այսինքն ճառարկաների վրա։ Արդյոք դա տենց է։ Կարող է, օրինակի համար, այսօր փիլիսոփայությունը, իմաստաբանությունը, հոգևոր ինչ-որ վիճակները, ինքնակոնտրոլի ինչ-որ մեխանիզմներ, մեդիտատիվ, եթե որ ճգնաժամային վիճակներում կարողանաս չմեռնես պարզապես, հա, կարող է դա ավելի կարևոր է, քան թե այն մյուսները։ Չեմ ասում, որ ավելի կարևոր, չեմ պնդում, բայց այս հարցերը մենք մեզ այսօր պետքա տանք, ու այդ կրթական համակարգը այդ հարցերը պետքա տա։ Վերադառնանք երկրորդ հարցին։ Այո, Ալբանիան ունեցավ առաջին AI կին նախարարը, որտեղ ասենց ալբանական գեղեցիկ բանով շորով կինա, որ կառավարում է իրենց պետական գնումների համակարգ եւ խոստումը այդ կիրառողների այնա, որ որևէ կոռուպցիա, որևէ գների չափազանցում, որևէ բան այլևս անհնար չի, որովհետեւ ինքը ամեն ինչն է ուսումնասիրելու։ Նայելու է շուկայում բոլոր գներ ինչ որ կան, ու ասել է այս մեկը։ Ու դու եթե այդ մեկը չես, հաջողություն քեզ։ Այսինքն ոչ մի կոռուպցիայի հնարավորություն պետք է չլինի։ Բայց վտանգները ասացիք, չէ՞։ Իսկ ով է որոշելու, թե ասենք այդ կինը աշխատացնող հայաստական բանականության համակարգը ինչ կրիտերիաներով պետք է աշխատի, ասում է ասուդի տկտո։ Այստեղ կա բայասի խնդիրը, հա, այսինքն նախատրամադրության խնդիրը։ Ու այդ նախատրամադրությունը այդ համակարգի գրողների մոտ է եւ համակարգը կառավարողների մոտ է, որտեվ ինչի վրա է հիմնված դա, այսինքն քաշեր են, հա, այսինքն այս քաշը ավելացնում ես, հուրտ քաշում ես ներքև։ Այն մեկը ավելացնում ես ու ուրիշ պատասխան ես դու ստանում որպես այդպեսին։ Դրա համար սեղելի հարցը առաջում, ինչքան է դա թափանցիկ լինում, ինչքան է դա կառավարել լինում, եթե կառավարել եղավ, ոնց ով է կառավարելու, որտեվ եթե կառավարողը անբարոյական եղավ, խայտարակություն է դա։ Օրինակ այս վերջերս բան Telegram-ի հիմնադիրը Պավել Դուրովը իր բանն է, հենց իր բլոգում կարդում է, ասում է ժողովուրդ, ասում է սենց չի լինի, ասում է մենք կարող է վերջին բան ալնենք, սերունդ ալնենք, որ գիտի խոսքի ազատությունը ինչ է եւ այլն, ասում է իսկ կոնկրետ գալիս է մոտենում, ասենք Ռումինիայի կառավարությունը ընտրություններից առաջ ու ասում է Պավել ջան, մեր մոտ մի քանի Telegram-ային կանալներ կա, որ terrorist, extremist, խայտարակ կերպարներ են։ Մի հատ խնդրում եմ դրանցով զբաղվի։ Ասում եմ ես նայում եմ, ասեմ մի 1000 հատ, դրանցից ասում հայ, 300 հատի իսկականից լրիվ չափը անցել են, մեր բոլոր պոլիսիները խախտում են, փակում եմ։ Մնացածը ասում եմ կներեք, նայել եմ, տենց առնպես բան չկա։ Փակում է, ընտրությունների մի քիչ էր մնացածը, մի հատ էլ են գալիս։ Ասում պետք է փակես։ Կամ կարգել ենք, вообще Telegram-ը չի աշխատի մեր մոտ։ Ասում ես ի՞նչ ձև է։ Նույն ասեմ Մոլդովայի ընտրությունների ժամանակ։ Էլի մոտեցան, ասացին սենց, այսինքն պետք է փակես։ Ու հիմա ինքը ասում է չէ, դրա պատճառով տեխնո միլիոնատեր, միլիարդատեր մարդը հիմա ասենք ուզաչած բանի դատերի գործի մեջ է Ֆրանսիայում, ասենք ամեն ամիս պետքա վերադառնա որոշ ժամանակ Ֆրանսիայում անի, որ հանկարծ եթե որոշեն, որ ինքը մեղավոր է, կանա նստեցնեն։ Ու հիմա մենք այդտեղ ենք ապրում, հասկանում եք, մարդը մոտենում է ասենք այդ AI սիստեմային, ասում է դու սենց պետք է աշխատես։ Պետությունը որոշել է որ տենց, չես ուզում, կփակենք, կնստեցնենք, բարի գիշեր քեզ։ Պավել Դուրովին մեղադրում են բոլոր այն հոդվածների մեջ, որ ինչ որ մարդիկ իր Telegram օգտագործով արել են։ Երեխաների թրաֆիկինգ, չգիտեմ, օրգանների վաճառք, բան սաղ ինչ որ Telegram, այդպես բան չի եղել, էլի, որ ասենք համակարգը պատկացեք, ասենք բանային։ Գնային Toyota-ին, ասենք քեզ մեղադրում ենք այսքան մարդ սպանելու մեջ, որտեղ իրա քո ավտոյի տակ են ընկել։ Աբսուրդ է, էլի, բայց հիմա դա տեղի ունեն։ Ուզում ասեմ, այդ խնդիրը կա, ինքը այո, շատ լավ է, շատ օգտակար է, բայց եթե թափանցիկ չի, կառավարել չի, վերահսկողության տակ չի, ուրեմն լուրջ խնդրեմ ունենք։ Շատ լավ, համեցեք պարոն Բելիք։ Բենյամին Հովագիմյան։ Մի հատ նախ այս ձեր զրույցի շարունակության մեջ այդ ձեր ասածից ուղիղ հետևում է, որ գործիքները հզորանում են գնալով եւ եթե մարդու բարոյական կերպարը դրան զուգահեռ չբարձրանա եւ չդառնա ավելի ազնիվ, ավելի բարի, ավելի վեհ, իրոք հնարավոր է դա դառնա աշխարհի կործանման հիմքերից մեկը։
Միանշանակ։ Ու այդ որ ես սկզբից կարծիք հայտնեցի, որ այս գործիքները լինելու են այն գործիքներից, որոնք մարդը կտիրապետի եւ կասնի առաջ, այն ենթադրությամբ, որ միևնույն է, մարդը այսպես թե այնպես այդ բարոյական բանում հաղթելու պետք է կարողանա բարձրանալ վերև, որտեղ բոլոր մարդկանց մեջ իմ հաստատ համոզմամբ դրված է ներքին մղում բարձրանալ դեպի վեհը, դեպի բարձրը, դեպի ազնիվը ու ճանաչել ճշմարտությունը։ Այս այդ ձեր խոսակցության թեմայի շուրջ։ Համաձայն եմ, ավելի այսօր է նախորդ, հարց տասը, հարց։ Հարցը դրա հետ մի քիչ կապված է։ Ոնց է կարծում, այս իմպուլսը համամարտկային մակարդակի իմպուլս է, սա մարտահրավեր է, իմպուլս է, չգիտեմ ինչ է որ կա։ Այս ամեն ինչը ոնց է առնչվում մարդու հոգևոր զարգացման ընթացքի հետ։ Այս սրկոչավորները միշտ դեպի լույս։ Այս միշտ դեպի լույսի հետ այս հնարավորությունը ոնց է առնչվում։ Ինքը մարդու կնպաստի, թե կխանգարի, թե ով որ ցկտումը շատ է, նրան կնպաստի, ով որ չունի, նրան կխանգարի, թե ոնց։ Ձեր կարծիքը։ Իմ կարծիքով, սա լրիվ իմ կարծիքն է, որպես այդպեսին։ Էլ ավելի առաջ է գալու այն հարցը, որ ժամանակին մարդիկ դրանց ուշադրություն չեն դարձնում։ Ասում են, ինչ բարոյականություն, ինչ բան, ինչ հոգևոր ոլորտ, ինչ ասենք էներգետիկա եւ այլն, այսինքն այդ բոլոր հարցերը մարդիկ լրիվ շանս ունեն հաշվի չառնելու։ Կարող են, ասենք ամբողջ կյանքը ապրել առանց դա հաշվի առնելու։ Հիմա այս համակարգը որ եկել է, ինքը հարցեր դնում շատ կտրուկ։ Ու օրինակ փիլիսոփաները ասում են, չէ, ասում են, դե լավ դե մի փիլիսոփայի, այսինքն ոնց որ փիլիսոփայությունը ինչ որ վատ բան է, էլի ախմախ բան է, էլի այդ ախմախ բանը մեզ բաղի։ Ես ընկերներից մեկի հետ էի խոսում, որ փիլիսոփայական ֆակուլտետում դասավանդում, ասում են, լսի, դու ոսկու դեզի վրա ես նստած։ Այն որ ձեզ մարդու տեղ չէին դնում, հիմա գալու են չոքելու են ձեր դիմաց ու խնդրել են, որ այդ իմաստաբանական, բարոյագիտական խնդիրները օգնես իրաց լուծել, որտեղ մարդկությունը դայերով դրանց մասին մտածել է, այդ բոլոր հոգևոր տրադիցիաները, բոլոր փիլիսոփայական դպրոցները դրա մասին մտածեն, բայց հիմա տեխնոլոգիական արտադրության ու consumerism ոնց են ասում, սպառողական այս վիճակների մեջ որ մտանք, այսինքն գնացին երկրորդ պլան։ Հիմա մենք այն վիճակում կարող հայտնվենք, որ մարդը ընդհանրապես կարիք չունի աշխատելու։ Ասում են, Բալիկ ջան, լավ սովորի, որ գործ ունենաս։ Բալիկ ջան, լավ գործ ունեցի, որ կանաս լավ կյանք։ Հիմա կա գործ չունի ընդհանրապես։ Լավ, ինչի համար ես դու ապրելու։ Վաղտին ապրում ենք, որ աշխատենք, լավ գործ ունենք, բիզնես, փող աշխատենք։ Բայց եթե ամեն ինչը կարիք չի լինելու անելու օրինակի համար, այդ սա տրամադրվելու է։ Լավ, դու ինչի համար ես ընդհանրապես, ինչի համար պետք է ապրես։ Ոստեղ, այ հենց այդ միշտ դեպի լույսը էլ ավելի ակտուալ է դառնում, էլ ավելի պարզ է դառնում, որ դու հիմա պետք է առաջնորդես ոչ թե մերկանցիլ ինչ որ մի 2 կոպեկ աշխատեմ, մի 0 ավելացեմ հաշվից վրա, այլ դի հասկանամ, вообще ինչի համար եմ ես պետք։ Ուրիշների հետ ոնց եմ շփվում, այս աշխարհը ոնց եմ նայում, ոնց եմ տեսնում։ Լավ, այդ անտերարհեստական բանականությունը ինքը կարող է այս աշխարհը զարգացնի, որ ուղղությամբ զարգացնի։ Ինչ է, մենք ինչ ենք հասկանում զարգացում ասելով, եթե դա զրոները եւ հարստության ավելացումը չի, հա։ Այս հարցերը գալու են առաջին պլան, ու հիմա շատ ավելի լուրջ առնելու այդ հարցերը, քան թե ասենք, չգիտեմ, այս չիպի մեջ 3 նանոմետր հեռավորության վրա են տրանզիստորները, թե 7 նանոմետր, էլի։ Դա կլինի, դա իրանք է կանեն։ Բա մենք ինչ ենք անելու։ Ու շատ լուրջ հարցեր են, այդ Համեցեք։ Համար իմ հարցը շարունակությունն է այդ հարցերի որևէ մի պետական կառույց կամ որևէ մի կազմակերպություն այդ հարցը բարձրացնում է, դուք ասացիք, որ աշխատում են արհեստական բանականությունը զարգացնելու ուղղությամբ, իսկ մարդու գոյության նպատակահարմարության հարցը բարձրացնում են, որովհետև կարծես թե ձեր ասելուց ստացվում է, որ մարդը միջին վիճակագրական նպատակահարմար չի այլևս այս երկիր մոլորակի վրա իր գոյությունը չեն բարձրացնել այդ հարցերը։ Անգրագետ մարդը չի կարող գրագիտության մասին հարց բարձրացնել։ Այսինքն նախ եւ առաջ որպեսզի կարողանան այդ հարցեր բարձրացնել, որպեսզի կարողանան լուծում տալ այդ հարցին, պետք է իրենք ժամանակ, էներգիա տրամադրեն, աշխատանքային process-ը, որ հասկանան ինչի հետ գործ ունեն։ Բայց ոնց կարող է հարցին լուծում տալ մի մարդ, որ հարցը նույնիսկ չի հասկանում, երկրորդ հարցի համար չի առաջանում ընդհանրապես։ Դրա համար դա ցավալի է, բայց օրինակ հիմա ինձ երբ որ ասում են իսկ Հայաստանում, ահա, չէ, ասում են Հայաստանում օրինակ այսպես ռազմավարություն են մշակում, այս ինչ հարցի վերաբերյալ։ Ես ասում եմ, հետաքրքիր չի։ Որտեղ ես գիտեմ այդ ռազմավարություն մշակողները ով են,
Ու հիմա բարձ է իրանք ինչ դի մշակեն։ Այստեղ մտածելու բան չկա առանձնապես։ Այսինքն բարձրագույն տեխնոլոգիաների մեր նախարարը այսօրվա, ես չգիտեմ, ասենք ինքն էս ամեն ինչից ինչ է հասկանում ընդհանրապես, ու ինչա ի վիճակի հասկանալու։ Բարդ է էլի այդ հարցերը, այսինքն հեշտ բաներ չեն ժուրտ, հիմա ասենց հեշտ ես խոսում եմ, բայց ես ուղեղս քարկապ անգել 50 անգամ ջարդվել է ինֆարկտ եմ ստացել, բան նոր ինչ որ մի բան է սերեմ հասկանալ։ Ու ես այն ամենավերջին աղմախը չեմ, էլի ես մոլորակի։ Այն կողմը ուղղակի միկրոֆոն տարին այնտեղ ասեք։ Ուրեմն ինչպես գիտենք Nvidia-ի փոխնախագահ Ռև Լիպարիտյանը, Ալեքսանդր Եսայանի այստեղ Team Telecom-ի եւ Ռազմիկ Հովակիմյանի հետ Firebird-ի $5 միլիարդ արհեստական բանականության պրոյեկտին խնդրեի ձեր կարծիքը այդ պրոյեկտի հետ գործունեության մասին եւ մեկ էլ ուրեմն Արտակ Հովսեփյանը, որ Մարոկկոյում իր աշխատանքների հիմնականում եւ այստեղ էլի հայկական արհեստական բանականության ստեղծման աշխատանքներ է կատարում։ Խնդրեի ձեր կարծիքը այդ երկու պրոյեկտների վերաբերյալ։ Երկրորդի հետ կապված շատ տեղեկացված չեմ, ես որտեղ չպատասխանեմ, լսել եմ ինչ որ բան, բայց առաջինի մասին տեղեկացված եմ, ավելի դրա մասին պատասխանեմ, ինչից որ տեղյակ եմ։ Պրոյեկտը հետաքրքիր է, լավն է, բայց մի քանի հատ հարցեր են մոտ առաջանում։ Մեկը հսկայական ինվեստիցիա է մի տարածաշրջանում, որ իհարկե հայտարարել է, որ մենք գնում ենք խաղաղության ճանապարհով, միր դրուժբ ժվաչկա էսը աղբերանալու ենք, բան մեր կողքի երկրներն եմ սիելու են, բայց բոլորիս համար պարզ է, որ մենք այնպիսի աշխարհակական դիրքում ենք, որ բավականին խառն է վտանգավոր, որովհետև մի երկիր ենքում տեսեք ինչա կատարում է, կողքը Իրանում, այն երկրում կողքն էր, պատկերացեք, որ այդ պատերազմը շարունակվեր, ավելի լրջանար եւ այլն։ Մենակ այն փախստական է, որ Իրանից գալու են ստեղով անցնելու են, այն բան ջունգլիներում որ բան ալնում է, հրդեհ ալում, վերացնում են ստե ինչ կա չկա ու գնային ուրիշ տեղ, էլի։ Այսինքն մենք խայտարակ տուրբուլենտ տեղում ենք ապրում, հա, ու ինձ համար հետաքրքիր է, ասենք այդ ինվեստիցիա անողը։ Ինքը դա հաշվի չի առնում, ինչ որ ավելնորդ $500 միլիոն ունի, որ չգիտի որտեղ ծախսի, ու որոշել է, ասենք Հայաստանում դա դնի։ Այսինքն այս ռիսկը կա իհարկե մեկ։ Երկրորդը, լավ ունեցանք այդ data center-ը Հայաստանում։ Ինչքանով է այդ data center-ը հնարավորություն տալու, ասենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Արեգ Թադևոսյանին, որ ես կարողանամ իրեն կիրառեմ իմ խնդիրների լուծման համար։ Եթե ես ուզենամ այդ խնդիրները լուծեմ, ես կարող եմ դա նաև դրսի data center-ներ օգտագործեմ, այսինքն ներշի որ պետք է Հայաստանում դրած լինի, որ ես օգտագործեմ, հա։ Իսկ եթե այդտեղ կա, ապա ինչքանով է ինքը լինելու, ասենք, բաց, որ ստեղի հետակի ստարտափներ, բան եւ այլն, կարողանան այդտեղ ինչ-որ բան մշակեն եւ այլն եւ այլն։ Այսինքն ներշի որ նվիրելու են Հայաստանին, դա ինվեստիցիոն պրոյեկտ է, ժուտ։ Դա բիզնես է, այդ մարդիկ պետք է փող աշխատեն։ Այդ էլ երկրորդ հարցը, այսինքն այդ data center ստեղ ունենալը, ասենք ենթադրենք հիմա Հայաստանում, ասենք լիքը ֆիրմաներ կան, որ արտադրում են հիանալի պահածոներ։ Ես դրա մասին հայտնում եմ Մոսկվայում մտա հայկական արտադրանքների խանութ, որ մտա տեսնում ինչ որ բրենդը չգիտեմ, ինչ որ բրենդը չգիտեմ, ասում եմ, ինչ է, բա ինչի Հայաստանում չկան, ասում ենք ընդհանրապես Հայաստանի կապ չունեն։ Հայաստանում միայն հավաքում են միրգը արտադրում են, միանշանակ ամեն ինչը գնում է էքսպորտ։ Ու ասենք ենթադրենք Հայաստանում այդ կա։ Բացի հարկերից, ես ինչ եմ հասկանալու դրանից։ Այդ էլ մյուս հարցն է, էլի։ Կներեք, դա շատ կոնկրետ չպատասխանեցի, բայց այն ասպեկտները ասի, որոնք պետք է մտածել այդ պրոյեկտի մասին մտածելուց։ Իսկ ողջունների բազայի վերաբերյալ, որ բովանդակությունը հայկական լինի, այդ բանով տեսակ։ Այստեղ մի քիչ խնդիր ունենք մենք ժողովուրդ, որովհետև հայկական բովանդակություն շատ չկա։ Այսինքն թվայնացված, նորմալ տվյալ ստրուկտուրային database-եր հայերենի հետ կապված չկան։ Դրա համար հիմա օրինակ որ ասում ենք, այս արհեստական բանկը հայերեն լավ է աշխատում, թե չէ։ Այդ հարցը չէր առաջ ընդհանրապես, եթե մենք այնքան տվյալներ ունենք, ինչքան ասենք ռուսականը, որը հիանալի բոլոր համակարգեր ռուսերեն աշխատում են, չինային աշխատում են եւ այլն եւ այլն։ Ստեղ մի հատ ուրիշ մոտեցում կա, որ հիանալի օրինակ է Իսլանդիան։ Իրանք ChatGPT-ին նոր էր, ասենք, մի կես տարի աշխատել, Ամիջապես Իսլանդիայի կառավարությունը միլիարդավոր դոլարների պրոյեկտ արեց, որ ինչ կա չկա այդ բոլոր database-երը թարգմանել իսլանդերեն եւ հետ կերակրեն ChatGPT-ին, որպեսզի ինքը իդեալական կարողանա խոսել իսլանդերեն, որովհետեւ իրենք փոքր պետություն են, կարծում 200,000 են, հա։ 200 ու բարձր այս լեզուն էր, ոչ մեկը չգիտի, բայց իրենք չեն ուզում կորցնել իրենց լեզուն, իրենք չեն ուզում ընկնել նեոտեխնո
ֆեոդալական եսի մի համակարգի մեջ, որ ասեն դուք մոռացեք ձեր իսլանդերենը, եթե ուզում եք ապրեք, ապա սովորեք անգլերեն, որտեղ այդ համակարգը մեծ լեզու է։ Այսինքն դա այդ կարգի ինվեստիցիա է, բայց այստեղ Հայաստանը երբևէ դրա կեսը գոնե արել է։ Օրինակ ասենք եթե արհեստական բանակարանի հասնես, օրինակ ասենք Հիսուս Քրիստոսի մասին, նույն նահապետի, Հայկ նահապետի, հայերի ծագման եւ այլն այս տեսակի հարցերի մասին շատ խառնիխուռն պատասխաններ են տալիս եւ հաճախ նաեւ առասպել են կոչում նման բաները եւ այլն։ Հիմա օրինակ տեսեք, այդ բանականությունը որ ստեղծում է, այդ երրյակը որ ասի 5 միլիարդ հանոց, դրա հետ կապված ինչ բովանդակային բան կա, այդ բովանդակության մասին է խոսքը եւ օրինակ հարցը ինչից է էլի ցակում եւ օրինակ հիմա Արտակ Կովսեփյան որ ինքն էլ կազմում է հայկական արհեստական բանակություն, բայց օրինակ այդ բազան լրացնելու համար ես էլ որոշ նյութեր տվեցի, օրինակ ասենք Սուրբ Գրիգոր Տաթևացու գիրք հարցմանցը, որ դա բազայի մեջ ներառվի եւ էլի մի շարք այդ տեսակի գրքեր, որոնք ասենք եզակի բաներ են աշխարհում, այլ ժողովուրդներ չունեն այդպիսի բան եւ այդ ինֆորմացիաները շատ կարեւոր են ու ճշգրիտ են ու ամենաբարձրակարգ մակարդակով հենց հայերի մոտ են պահպանված։ Մեր հայրերը ուղղակի երևի ինչ որ IT նկատառումներից ելնելով դարերի խորքից մեզ փոխանցել են այդ կարևոր ինֆորմացիաները, որ մենք հիմա այդ տվյալների բազան կարողանանք աշխատացնել։ Այդ առումով, այսինքն բազայել կա, Այդ շատ կարևոր գործ է, միանշանակ շատ կարևոր է, բայց այն ինչ որ Արտակը կամ դուք ձեր ունակություններով հնարավորությամբ անում եք, դա անչափ հեռու է Իսլանդիայի մոտեցումից։ Այսինքն իրար հետ համեմատելու բաներ չեն։ Պետական աննորմալ մեծ ինվեստիցիա ռազմավարական ոլորտը տեղը գցելու համար։ Մենք փորձում ենք, նույն բարձունք է տեսանկյունից, էլի, մենք իհարկե բայց անելու ենք դա։ Այսինքն մենք փորձում ենք 0 ռեսուրսով անել հսկայական գործեր, հսկայական։ Ու ես միշտ ինձ հարցնում եմ, էլի, մարդիկ օրինակ որ տեսնում են, էլի, ասենք տեսնում են, որ ոչ մեկը, այսինքն այդ դասական գրանտակերական կազմակերպություն 0 աղերս ունի, էլի, այս կառույցը, բայց լիքը լուրջ էքսպերտներ, հսկայական քանակի մարդիկ գալիս են ու ասենք ստեղ այս գործը անում են։ Լավ, բա մենք չենք կարող իրենց մի ծպալ օգնենք։ Կարանք ասենք ամսական, ասենք 5000 դրամ, ասենք ժողովուրդ, լավ գործ եք անում, ապրեք, ավելի լավ ապրեք խոսքի, մի բան ավելացրեք, հա, չի առաջանում այս միտքը մարդկանց մոտ։ Երբ որ առաջանում շատ քիչ մարդկանց, նույն է ձեր բերած օրինակը, ասենք մի քանի նվիրյալ մարդիկ, ինչ որ մի բան փորձում են անեն, բայց դա համեմատել Իսլանդիայի հետ անհամեմատ բաներ են։ Ու այն ինչ որ իրենք լուծեցին, դուք ինչքան ուզում եք մեռեք, մեկը չեք լուծի։ Մենք դի սովորենք իմի գալ, ու եթե կարևոր բան է, օրինակ այդ ոլորտում, то ես էլ պետքա իմ կյանքի ժամանակից, ասենք մի 3 ժամ, ասենք տրամադրեմ, ասենք ամսական, որ ասենք օգնեմ Արտակին։ Դուք էլ Էմիուս են, հա՞։ Ոնց հասնենք դրան։ Ուղղակի գալ ընթառաջ։ Կուլտուրա, պետքա նոր մշակույթ։ Այդ մտածողության տեսակ փոխելու խնդիրը շատ լուրջ խնդիր է։ Շատ ավելի լուրջ է, քան թե հնարավոր է մի հատ կա, այդ հնարավորությունը կա։ Ձերքերը բարաշատեք բոլորը խոսեք, խնդիրը կա, եթե։ Էս այդ բերիքի ասածը դա է, էլի որ խոսեք, այդ հասկանաք ոնց կարելի է այդ ամեն ինչ անել։ Զաքարյան Սոնա, ձեր բոլոր բարձրացած հարցերի հետ կապված, սկսած մասնագիտությունների խնդրից, որոնք մեր այսօր նոր մտնող, կյանք մտնող երիտասարդների համար լուրջ խնդիր է իրենց համար, մարտահրավեր, արհեստական ինտելեկտի աշխատելու հնարավորությունները, որ դուք կարողանում եք գնահատել, ինչպես հարցը տամ, համատեքստ ինչպես ընտրեմ, որպեսզի ինձ տա իմ ուզած ինֆորմացիա, ասում եմ դրանք բոլոր գալիս հանգում են նրան, որ մենք պետք է ունենանք ավելի կրթված երիտասարդներ եւ ուսուցչի դերը այսօրվա իրականությունում ես կուզեի դուք գնահատեք իմ կարծիքով ոչ թե եւ միակ մասնագիտությունն է, որ ավելի մեծ կարեւորություն է ստանալու, ուղղակի ուրիշ չափանիշներով պետք է աշխատեն ուսուցիչները եւ կուզեի դուք ինքներդ մի փոքր խորհուրդ տայեք, ինչպես առաջնորդվեն այսօրվա նոր մասնագիտություն ընտրող երիտասարդները։ Ինչով առաջնորդվեն եւ ինչ պետք է անեն, որպեսզի չսխալվեն։ Այսինքն մի մասը ուսուցիչների մասը է, մի մասը ուսուցիչների, մյուս մասը մասնագիտության ընտրության հարցը։ Ուսուցիչների հետ կապված։ Ես շատ հաճախ եմ աշխատում ուսուցիչների հետ։ Իմ ամենասիրելի խմբերից մեկն է, ու միշտ իրենց ասում եմ,
որ իմ կարծիքով առաջնագծում դուք եք կանգնած։ Իհարկե առանց որևէ պակասեցնելու մեր հիմիկվա սահմանին կանգնած զինվորներին, բայց ուսուցիչներին, ովքեր որ երեխեքի հետ են աշխատում, դա էլ ավելի կա, որովհետև այդ զինվորը կարող է սահմանը պաշտպանի, հետո հետ գա, տեսնի իր երեխան, էլ մարդ չի։ Մարդ հասկացության էլ աղերս չունի։ Ու ասենք զրոյանում է իր ինքնազոհողություն եւ այլն, եթե ներսում ուսուցիչը չի կարողանում այդ երեխային օգնի։ Իսկ մենք հիմա գործ ունենք սերնդի հետ ժողովուրդ կներեք, էլի ասենք, այս գեյշի գեղամ ասենք եւի, չգիտեմ իր հետ ենք թե չէ, այն թափում որ նստած ենք։ Խոսակցություն եղավ, լացում է ժողովուրդ, sense արցունքներով լացում է, պարզապես հետնա մի քիչ զրուցեցինք, հարցեր տվեցին, պատասխանեցինք, երեխեքից մեկը ձեռ բարձած, կլինի միշտ տենց արենք, էլ ուրիշ բան մի արեք, ասում ինչի, ասում որովհետև կյանքումս առաջին անգամ զգացի, որ ինձ այնպես մեծ տարիքով մարդը թքած չունի իմ վրա։ Դա դատավճիռ էր ծնողների, ուսուցիչների, մնացածների, բարեկամների, բոլորին, հասկանում եք, մարդը չի տեսնում իր շուրջը, ինչ որ մեկը որ թքած չունի իր վրա։ Ու դա Այս այդ խնդիրը, որ արհեստական ինտելեկտին երբեմն ընկալում են որպես ընկեր, որպես ռեալ իրեն ապրումակցող, որովհետև հարաբերությունները գնալով ավելի ձևական են դարձել։ Այդ մեկը, երկրորդը ուսուցիչները կնայեք էլի ժողովուրդ, իմ ասում եմ, իմ ամենասիրելի մարդիկ են, իմ ամենակարևոր մարդիկ են, բայց այն ուսուցիչը, որ իր ատեստավորման համակարգը չի ուզում անցնի, որ ասենք աշխատավարձը կրկնապատկվի կամ չի կարողանում դա անել, այդ մարդը այս խնդիրի հետ գործ չունի։ Իմաստ չունի, հասկանում եք, եթե մարդը այդ պարզ բան, այս բարդ բաներ են։ Այս եթե այն պարզ խնդիրները չի լուծում, այն բարդ բաների հետ ինչ գործ ունի այդ մարդը։ Դրա համար մենք էլի ունենալու ենք հզոր մարտահրավեր ուսուցիչների համար։ Այսինքն պետք է ռադիկալ մտածեն, իրենք պատրաստ են լուրջ ինվեստվել, ասենք գալ Արեգի ականջից բռնել, ասել գիտես ոնց կգնամ վարկ կվերցնեմ, կտամ այդ դասընթացի փողը, բայց ես հասկանում եմ, ես այս հարցը չլուծեցի, վերջ։ Ու երեխեքի հետ կապված վերջին ձեր հարցը, ես չգիտեմ իրանց ինչ կարելի է խորհուրդ տալ։ Լուրջ, անկեղծ չեմ կարող հասկանալ, ասենք եթե AI-ի հիմնադիրը ասենք, ինտերվյուի ժամանակ ասում ես չգիտեմ ինչ ասեմ, ես որտեղից ասեմ։ Միակ բանը, որ ես կարող եմ ասել, որ իրենք պետք է չբավարարվեն այն կրթական լափով, որ իրանց տալիս ենք մենք։ Իրենք պետք է դառնան ավելի կազմակերպված ու փորձեն տարբեր տեղերից հավաքեն իրենց կրթությունը, այնպեսի ինչպեսին ուզում են, մեկ։ Երկրորդը, իրենք պետք է հասկանան, թե ինչ տիպի, ոչ թե ինչ, այլ ինչ տիպի մասնագիտություններ են, ինչից ելնելով, որ լուրջ վտանգի տակ են ու չգնան այդ ուղղությամբ։ Եվ մյուսը ուսումնասիրություն է իրականացվել Հայաստանում դպրոցի երեխեքի մոտ ու մեծամասնությունը բացարձակ 10 մասնագիտությունից ավել չեն կարող անվանեն։ Ինչ մասնագիտական կողմնորոշման մասին ենք խոսում, եթե անունը չեն կարող տալ մասնագիտությունը 10-ից ավել։ Ու ավելին ասեմ, եթե 10-ը որ անունը տվել են, եթե իրանց հարցնենք թե դա ինչ է, կպարզվի որ դրանցից 9-ը ընդհանրապես իրենք չեն հասկանում ինչ է։ Օրինակ եմ, դասական օրինակը IT-շնիկը։ Ես ուզում եմ գնամ IT, որտեղ այնտեղ լավ փողեր են տալիս։ Բայց ասում եմ, լավ, ինչ ես ուզում, IT-ն հսկայական ոլորտ է, չգիտեմ, ասում միլիոն բան կան, դե տվյալների հետ աշխատանք, նույն machine learning, չգիտեմ, ասենք, web ծրագրավորում, ինչ որ database-երի, եսի ինչ համակարգեր եւ այլն, որ զգում ես բան չի հասկանում քո ասածից։ Այսինքն պետք է իրենք հետազոտեն, թե ինչ ձևի բաներ вообще կան, մեկ, երկրորդը ինչ նոր բաներ են գալիս, ChatGPT-ին հարցնեն, ասեն ինձ տուր, ասենք 200 հատ հետաքրքիր մասնագետ, օրինակ եմ, լավ, դասական օրինակ տամ, կարող եմ մեր հեռուստադիտողները անց երեխային տան։ Այն օր կակրած գոլեգանից մեկ ուսուցչուհի հարցնում է, ասում է երեխես հարցնում, ես չգիտեմ ոնց է անօգն, ասում է նայ, այս բան կարա կանեք։ Նստում ես երեխուդ հետ, բացում եք կոմպյուտերը, ասենք ChatGPT-ին չեք բացում, չեմ սիրում։ Գրոկո իրական կամ Gemini։ Ու ասում ես, արի, դու հիմա գրում ես իրան, ասում ես իմ տղան այսքան տարեկան է բան եւ այն, հիմա կարևոր փուլում է, չի հասկանում ինչ ընտրի բան եւ այն, արի սարքենք այս երեխու պրոֆայլը։ Այսինքն ինչ է բան։ Ու քանի որ չգիտեմ այդ պրոֆայլը ոնց պետք է սարքեն, դու գրոկ, դուր ինձ ասենք 30 հատ հարց, որ ես պետք է տամ իմ երեխուն, որ դա լրացնենք ու դու ջոգես ինքը ինչ է։ Ինքը տալիս է այդ հարցերը։
երախուտ այդ ինտերվյուում սա հարցի պատասխան բլա 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 գրում ես։ Ասում ես լավ, հիմա արի մի հատ թեթև տեստ ինձ տուր, որ ես կանամ հասկանամ ինչ տիպի մասնագիտություն են ձեռք, այսինքն մարդկանց հետ է ուզում աշխատի, չէ, մարդկանց չի ուզում տենա կաբինետում աշխատի, բնության հետ է ուզում աշխատի, թե մեխանիզմների հետ, եւ այլն, տեստեր կաներ իրական։ Էդի անցնում է, էդ էլ ես հուպ տալիս նես։ Ասում ես հիմա հարգաժան գրոկ։ Ինձ ասա ըստ այս պրոֆիլի այն մասնագիտության նոր, որ նոր են ձևով, բայց հեռանկար ունեն, հա, որպես այդպեսին։ Դուր ինձ ցուցակը իրանց կարճ նկարագրության օրինակներով։ Ստացար դա։ Էդի print ես անում, տալիս ես երախուտ։ Ասում եմ, մի հատ էսի կարդ, հա, եթե ինչ-որ բան չես ջոգում ինձ ասա, մի հատ էլ հարցնենք։ Եթե ասենք 3-րդ, 4-րդ, 16-րդը չի հասկացել, տալիս ես իրան, ասում ես հիմա սրա համար մանրամասն պարզ լեզվով բացատրի, որ երեխաս հասկանա, չի հասկացել։ Ինքը դա տալիս, այդ էլ ես տալիս հետ։ Ահա, սա հասկացար, օքեյ, հիասքանչ։ Հիմա արի դու որոշի, թե որ մեկն է քո համար ավելի հետ կամ որ 10-ն է քո համար ավելի հետաքրքիր է։ Այդ 10-ը տալիս ես, հիմա սրանք մանրամասն ներկայացրու։ Հետո այդ մանրամասն ներկայացել տալիս ես երախուտ։ Ասում ես, այ հիմա հասկանում եք։ Այդ գործի կա ձեր տանն է։ Եթե հասկանում ես մոտապես ինչ լոգիկա պետք է կթես իրանից քո երեխայի մասնագիտական կողմնորոշման հարցը, ապա դու կկարողանաս այդ անես։ Իսկ եթե քո ուղին այդքան չի աշխատում այդ կանաս անես, դե կներեք։ Ուրեմն դու կդառնաս բան, հիշում եք կոവിഡ്ի ժամանակ ասում են մնա տանը փրկիր կյանքեր։ Ինքը կմնա տանը եւ կփրկի կյանքեր։ Իրանը կտան universal basic income, որ ասենք իր հարցերը լուծի, իր կոմպյուտերի փողը տա, որ կարողանա իր խաղերը խաղա, վիրտուալ իրականության մի հատ շլեմ կտան անվճար պրինցիպը, որ ինքը կարողանա գնա եւ դառնա, ասենք 176-րդ level-ի elf ադամանտինովի դասպեխներով։ Ու ինքը կասի, օրա տեսեք, ես ինչ դեմք եմ, ընկերներն եք ասեն, որ ինքը դեմք է։ Դե հիմա էլ այ հետաքրքիր կյանք, ոչինչ, տես կապրեք։ Համեցեք Դավիթ։ Ընկեր Արեգ, իսկ պետական կառավարման համակարգում իր տակ դրած արժեքների մեջ էս արհեստական բանականությամբ պայմանավորված ինչ-որ լուրջ փոփոխություններ հաստատ սպասվում են, դուք ինչ-որ ձև դա մտածել եք կամ չէ, ընդհանուր աշխարհում։ Չենք կարող չլեն։ Այսինքն նույն ասենք, նույն պետական գնումների հարցը, ամենակարևոր ձևերից մեկը պետություն փողաց ասում, հա։ Եթե դու նշանակում ես մի հատ ալբանացի արհեստական տիկին, որ այդ հարցերը լավ հետազոտում է հասկանում, դու միանգամից ռադիկալ իջացնում ես քո բոլոր ծախսերը։ Ու ավելացնում ես էֆեկտիվությունը, կոռուպցիայի պակասեցնում ես եւ այլն, հա։ Այսինքն այդ ինչ որ կրթական համակարգի մասին ասում ես, սրանք է որ չանեն, վարի են գնալու։ Որտեղ ասեն գալու ես, ես մի հատ ալիք ցունամի, բոլորին վերացնելու է, բայց ասում պետություն ընդհանրապես պետք չի։ Հիմա դրան են տանում իրականում, էլի։ Համեցեք, պարոն։ Իսկ իմ համոզմամբ այս բարագայում, երբ որ արհեստական բանականությունը այս տեմպերով զարգանում է եւ ամենտեղ մտնում է, ամենակարևոր բանը, որը որ մնում է մարդուն, այդ իրոք ստեղծարար մտածողությունն է։ Եվ ամենալավ բանը, որ մենք կարող ենք երեխային տալ փոքր հասակում, որ ինքը այս նոր ստեղծվող աշխարհում չկորի, այդ ստեղծարար մտածողությունն է։ Եթե մարդը կարողանում է ցանկացած իրավիճակում ասել, ահա ես եւ ահա աշխարհը, եւ ինքը իրեն հարց տա, որն է հիմա լավագույն ճանապարհը ստեղից դուրս գալու, ես համոզված եմ, որ ոչ մի արհեստական բանականություն չի կարողանա այդ մարդուն մեխանիզմ սարքել։ Ինչ կարծիք եք այս մասին։ Համաձայն եմ, մեծ առումով, բայց մենք պետքա շատ չգերագնահատենք մեր ստեղծագործական աշխատանքը, որովհետեւ հիմա այս հայաստական բանականության համակարգերը արդեն ահագին ստեղծար խնդիրներ են կարողam լուծել։ Գիտության մեջ օրինակի համար միանշ ասենք վերջերս լույս տեսան առաջին peer reviewed ոնց են ասում, որ ռեցենզիա անցել է, կոպիտ ասած, գիտական հոդվածներ, որ ամբողջությամբ հայաստական բանականության կողմից համ գիտությունը արած, համ հոդվածագրած, համ էլ ինքը ընդունում է, որ ինքը նորարարություն է գիտության մեջ։ Հայաստական բանականության Google-ի համակարգից մեկը Alpha Evolver կարծեմ կոչվում, հիմա արդեն բարելավում է հայաստական բանականության կոդը։ Այսինքն նոր լուծումներ է առաջարկում ու պատկերացեք, այս օրինակի համար էլի տենց մեծ տեսաբաններից մեկը իմեք բա հայաստական բանություն, ասում է դա էվոլյուցիա է, ժուր, պատկերացնում եք, ասենք մեքենան այսօր ինքը իրան զարգացում է։ Դուք պատկերացնում եք այդ ինչ հետևանքներ ունի։ Աներևակայելի է։ Նյութագիտության ոլորտում մի ամսում
Google-ի մի հատ ուրիշ համակարգ։ Այնքան նոր նյութեր, կիսահաղորդիչներ, պլաստմասան եւ այն լիքը, այնքան նյութեր հայտնաբեր, ինչքան մարդկությունը վերջին 200 տարվա մեջ։ Կներեք, ես հարցս մի քիչ տարբեր տեղ էր։ Խոսքը ոչ թե այն մասին է, որ մարդը կարողանա գերազանցել այս արհեստական բանականությանը, այլ որ մարդը կմնա մարդ։ Եթե ես իրոք համարում եմ, ահա ես եւ ահա այս աշխարհը թեկուզ արհեստական բանականությամբ ստեղծ կամ առանց, եւ ես կարողանում եմ տվյալ իրավիճակում ինքս ինձանից հրվելով գտնել լավագույն լուծումը, դա արդեն ստեղծարար մոտեցում է։ Լինեմ ես նկարիչ, գրող, թե ծրագրավորող, թե ինչ ուզում է լինի, թե պետական գործիչ, միևնույն է։ Ու այդ դեպքում մարդու մարդ մնալու խնդիրն է պահպանվում, որ այս պարագայում իմ կարծիքով ամենակարևորն է։ Մենք ջան, նայեք, երբ որ շախմատի համակարգը հայաստական բանականության հաղթեց մարդուն, մենք հասկացանք, որ մենք այդտեղ խաղալու բան չունենք։ Բայց դա չբերեց այն, որ շախմատը վերանա։ Այսինքն մարդիկ միջև հիմա չեմպիոնատները կազմակերպում են, մրցում են իր հետ եւ այլն, որտեղ բացի իր պրակտիկ կիրառությունից նաեւ ինտրինսիկ ինչ որ հետաքրքիր լավ կարևոր բան կա, ասեմ, մտքերի պայքարը, բան եւ այլն։ Բայց պրակտիկ նշանակություն դրա այլևս կարելի ասել չկա, այսինքն մարդը ասենք, ահա, կարող է ինքը ստեղծագործական աշխատանքով զբաղվի, գիրք գրի, բան եւ այլն, կամ ասենք հավաքի աշխարհի ամենալուրջ ժուկերի կոլեկցիան։ Ինքը իր համար իմաստ կունենա, բայց պրակտիկ կիրառության տեսանկյունից արդեն չգիտեմ ինչքան կլինի։ Իր հարցերը կկարողանա լուծել, իր իմաստը կկարողանա գտնել։ Այդ շատ կարևոր է։ Գոնե տենց, հա։ Բայց ասենք ոչ եմ շատ խրտին է հարցերս, պետք է նստենք երկար սուրճ խմենք իր հետ ու հասկանանք ինչի մասին է խոսքը։ Ցանկացած ժամի ցանկացած տեղ։ Ինչպես միշտ, այո։ Եթե հարցեր չկան, Կար ոնց որ համեցեք։ Այնքան հարցրի, սակայն կուզենայի բարձրաձայնել այս մասին։ Ես Ռոզան եմ Հարությունյան, պատմության ուսուցիչ եմ։ Ուզում եմ շեշտել պատմության մասնագիտությունս, ինչի որտեղ պատմությունը կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, որ այն մասնագիտություններից է եւ ոլորտներից, որը ավելի շատ դպրոցներում արդիականացման խնդիր ունի, որպեսզի երեխաները ավելի հետաքրքիր ուսումնասիրեն եւ այլն։ Եվ վերջին շրջանում մենք ունենք մի շատ լավ գործիք, աշխարհացույց կրթական հարթակը, վստահ եմ տեղյակ եք։ Եվ եթե մինչև վերջերս այս հարթակը որպես օգնական էր, հա, ուսուցչի համար, ապա վերջին ընթացքում ներառվել է մի արհեստական բանականության գործիք այս հարթակում, քանի որ հարթակում էլ բավական շատ առարկաներ են ավելացել պատմությունից, աշխարհագրությունից, հասարակագիտությունից բացի, փաստորեն ստացվում է, որ ուսումնասիրելով հարթակը մենք ոչ միայն թեման ենք լավ ուսումնասիրում, բավականին լավ, ինտերակտիվ, այլ նաև արհեստական բանականության միջոցով հարցեր ենք ուղղում եւ այստեղ կարծես թե ուսուցչի դերը նվազում է դասարանում։ Ինչ է կարծում, սա ինչպես հասկանանք, մարտահրավեր կարող է լինել թե ուսուցիչներին, թե Շնորհակ մարտահրավեր ուսուցիչների համար, որովհետեւ գիտեք ոնց, այդ մարտահրավերը վաղուց կար, որովհետեւ մեր ամբողջ կրթական համակարգը կառուցված էր գիտելիքի մոնոպոլիայի վրա։ Այսինքն որ ուսուցիչն է այն մարդը, որ ունի գիտելիքը եւ երեխան պետք է գա, խնդրում եմ գուրուջի, մի հատ ինձ գիտելիք դուրս հրամասի, ինքն կասի լավ, էս մի կտոր գիտելիքը քեզ, հա։ Այսինքն տեղեկատվությունը, գիտելիքը եւ այլն, ինչ որ մեկի մոտ կար, իսկ այն մյուսի մոտ չկար։ Ու բան սովորաբար ասենք Հայաստանում օրինակ եկեղեցական էր, որտեղ գրագետ մարդը ինքն էր աշխարհը, այսինքն կողքի քաղաքը ինքն էր տեսել, բան եւ այլն, ու ասենք բոլոր մարդիկ իրենց բոլոր հարցերով, ուզում է առողջական հարցեր, ուզում է հոգեբանական հարցեր, ուզում է կրթականը, բոլոր հարցերով գալիս էր իր մոտ, հա։ Հիմա ասենք բանի համար հոգեբանական հարցերում կա հոգեթերապևտը կամ հոգեվերլուծաբանը, բանի իրավաբանական հարցերում կա իրավաբանը, գիտելիքի համար կա Վիկիպեդիան, YouTube-ը, արհեստական բանականության համակարգերը, այսինքն այդ մոնոպոլիան ուսուցչի, որ այ ես ունեմ դա, իսկ դու ողորմելի չունես, հիմա մի բան կանենք, լավ, մի բան կունենաս, հա, այդ վիճակը այլևս չկա։ Շատ հաճախ հիմա երեխեքո օրինակ շատ ավելի լավ են տեղեկացված այդ հարցերից, քան թե ուսուցիչը։ Այսինքն այդ գիտելիք փոխանցողի, գիտելիքի մոնոպոլիա ունեցող մարդու ֆունկցիան չկա։ Այդ այն էպոսի դասական բանն է, վիճակն է, չէ՞, կռվում են իրար հետ, Դավիթի մի հատ խփում է, ականջի հետևն ակոր գայս, Դավիթը խփում ասում է ինչ եղել քեզ, ասում է ոչի բան չի եղել, ասում է այդ քեզ թափ տուր, ասում է թափ տալի, մի կես ընկնում է այսքո, մի կես ինքը մեռել է, բայց չգիտի որ մեռել է։ Հիմա մենք այդ վիճակում ենք, էլի որպես այդպեսի։
Այսինքն մենք պետք է լուրջ վերաիմաստավորենք։ Ունի ուսուցիչը խնդիր, շատ լուրջ խնդիր ունի։ Օրինակի համար երեխուն, որպեսզի դու բան սովորացնես, դու պետք է սիրես սովորելը, դու պետք է սուպեր սովորող լինես, ոչ թե ասենք մեր ֆակուլտետում հիշում եմ դասախոսներն արդեն փլվում էր ձեռի մեջ այդ տետրիա լեկցիաների, որտեղ ինքը կարդում էր, ասենք նոյի թվից եկած մի հատ տետրակ էր, հա, որ չգիտեմ, կարող է այն դասախոսություն, որ ինքը գրել էր, երբ որ ուսանող եղել, հա։ Ու ասենք այդ մարդը գալիս էր կարդում էր դասախոսություն։ Աբսուրդ է դա։ Բայց եթե իսկապես այդ դասախոսը գիտնական ալներ, որ հետաքրքիր ռեսերչներ անում, երեխեքի հետ շփվեր, իրանց vocation չէր, գնային իրար հետ մի հատ պրոյեկտ անեն եւ լրիվ ուրիշ վիճակ։ Հասկանում եք, չէ՞, այսինքն պետք է փոխվի դա, պետք է փոխվի, չի կարելի, էլի եմ ասում, չփոխվի, փակվելու է այդ համակարգը։ Դուք բոլոր դինեք գործազուրկ։ Համեցեք։ Նախ ուզում եմ շնորհակալություն հոգաչափ ու ասել այս պրոդուկտիվ ժամերի համար անցկացված հաճելի էր գտնվել ու լսելը ու ուզում եմ ասել, որ դուք այս պահին հենց հիմա առաքելություն եք կատարում ըստիս գրագետ դարձնելով հասարակության մի զանգվածին, ինչպես օգտվել եւ այլն, այդ ChatGPT-ներից, լավագույն ընկերներից եւ այլն։ Բայց ինչ եք կարծում, տեսեք, քիչ որ հարց ուղեցիք, անհանգստացած եք եւ այլն, ես շատ անհանգստացած եմ։ Ինչու, որովհետև մեր հայ իրականության մեջ հասկանում եմ, որ զգալի մասը հասարակության ChatGPT-ին որպես հոգեբանի այց է, էլի, իմ հայացքում, միգուցե եւ սխալվում եմ։ Եվ հոգեբանական այդ բացերը, խոցերը հոգեկան վերջին տարիներից հետո հատկապես լրացնում են, կարծես փոխհատուցում են, հա, ցավերը մարդիկ եւ դա տանում է դեպի ողբերգության, կարծում եմ։ Եվ այս էկրանային կախվածության մեծ դարաշրջանում լրջագույն խնդիրների, մարտահրավերների առաջ են կանգնած եւ մանկավարժներն էլ արդեն լուրջ խնդիրների առաջ են կանգնած, իրենք միայնակ են զգում իրենց եւ շատ ծանրացած իրենց գործը, հոգսը։ Ինչ հարցս հետեւյալն է, հա, դուք չեք տեսնում ապագայում մոտ կամ արդյոք հնարավոր չեք համարում, որ մեծ հոգեբանական մեծ խումբ եւ դեսպես գիտակ մարդիկ կարող են համագործակցել եւ արշավ մեծ կազմակերպել, գրագետ դարձնելու ավելի լայն զանգվածների մեր օգնության առումով եւ հույս ունեմ, որ դրական պատասխան կստանանք։ Պիտի անենք, ժողովուրդ, էլի ձև չունենք, հասկանում եք, ես իմ հարցերը կարողանում եմ լուծեմ, բայց ես չեմ կարող կանգնել դրա վրա, որ ես իմ հարցերը լուծել եմ։ Այսօր ասենք մի հատ կազմակերպությունում ասում եմ, էլի առավոտը սկսեց այնանով հենց այսօր, որ ասենք 80 քանի տարեկան այդ կազմակերպության հոգաբարձության խորհրդի անդամները 3 հոգի իրենց համար այս փոքրիկ դասընթացան այս թեմայով։ 3 առաջ օրը վերադարձել եմ տրեյնինգից ուսուցիչների համար իդեպ, մեր կազաշվեյցարական հիմնադրամի ասենք պրոյեկտներից մեկն էր, ու այդ ուսուցիչներին սովորացնում ենք ոնց մենթորներ լինեն ուրիշների համար ու պրոյեկտ այդ ծրագրի մեծ մասը էլի էական գործիքներն էր, հա։ Այսինքն ինչքան կարողանում ենք անում ենք, բայց էլի ասենք, եթե ինչ որ մարդիկ ձեզանից ասենք հավաքվում են, ասում են արեք ջան, ես մի հատ հետաքրքիր իդեա ունեմ, գալիս եք բարձունքը միշտ պատրաստ է, ու սա մեր այն, չգիտեմ, ուշադրություն դարձեցիք, այս դեկոր չէ, ձեր հետևոր դրած է։ Այս մեր Հայաստանի պատկերն է, մենք այսպեսի երկիր ենք ուզում ենք։ Մի տարի մենք այս մշակել ենք։ Հիմա շարունակում ենք մշակել, ու այս հաղորդումները որ կա, դրա մաս են։ Մենք պետք է կրթական ոլորտում ինչ խնդիրներ կա, պետք է դրան տեր կանգնենք ու ինչ կարողանում ենք անում ենք։ Իսկապես մի քիչ դաժե անznազող ու քեզ մի կողմ դրած վիճակներում, հա, ու էլի ենք անելու։ Եթե կպնեք մեզ, ասեք ես 3 մարտս, այս ոլորտում այսպես բան ենք մտածել։ Ես ձեր հետ եմ։ Խնդիր չկա, կառույցը ձեր հետ է։ Ու ասենք մնում է որ դուք իսկականից ասենք նես չունի որ եկանք այս լեկցիային մասնակցեցինք, շատ ոգեշնչվեցինք, այսպես մտքեր ունեցանք, հետո գնացինք ընկանք մեր կենցաղով բան եւ այլն ու պրծավ պատմություն։ Սովորաբար տենց արում ցավոք։ Օրինակ ես դասընթացները վարում եմ, մի հատ տենց բան ունեմ, տրյուկ ունեմ, էլի։ Ասում եմ բոլորդ 24/7 սկզբունքներով կարող եք ինձ զանգեք լյուբոյ ձեր հարցով, որ կա պատկերացնեք կամ օգնեմ։ 10000 հոգու երևի արդեն տվել եմ իմ անձնական հեռախոսահամարը եւ կոնտակտները։ Այդ 10000 հոգուց 20-ն է իմ հետ կապվել։
Երբ որ բոլորին պրոչեմ ասում ոչ մեկ չի կապվում, դրա համար եմ ձեզ ասում եմ չէ, այս խմբի վրա դուք կտեսնեք, որ սխալվում եք, բայց չեմ սխալվում։ Ես այդ մասով եմ ասում, ու տվեցի դերս է, բայց երևի որ որպես սեկտորական մասշտաբով է բաղկրավում դետակների, ոչ թե հակառակ, հա, մեդիա դաշտով եւ այլն։ Եվ վերևից արեք, այսքանը քիչ է։ Ժողովուրդ, նայեք, բարձունքը դրա մասին մտածել է։ Բայց մենք ու էտել ենք հասկանում, չենք կա զուգահեռ իրականություն ստացենք, ասենք ամբողջ կրթության նախարարությունը, ամբողջ դպրոցներով, բաներով եւ այլն, այդ սա հնարավորությունով, ասենք, իրանց աշխարհը ստացեն, մենք մերը ստացենք, տես չի կարող լինի։ Բայց հիմա հələ որ ձևը չենք գտնում, ոնց կարող ենք ճիշտ այդ համագործակցության եզրերը գտնենք։ Կապ կրթական հաստատությունների եւ նախարարության։ Շղթայակապ։ Տեսեք, գտեք, եկեք եւ մեծ հաճույքով կաշխատենք։ Տեսեք, հա, ասել եք, գալու է։ Աշտեսն է։ Շատ լավ։ Շատ շնորհակալ։ Պաշտոնապես եզրափակենք, շնորհակալություն պարոն Թադևոսյան։ Մենք անընդհատ Գայանեի հետ որոշում ենք, որ այս հաղորդումների շրջանակներում նաև մի 5 րոպե տրամադրելու ենք եւ դահլիճին ամեն անգամ հայտնելու ենք մի փոքր բարձունքի մասին ինֆորմացիա, ու ամեն անգամ չենք անում։ Դες մի քիչ այցի։ Հա, կկոտրեմ այդ բանը։ Փորձեմ համենայն դեպս։ Ժողովուրդ, մենք մեր իրականության մեջ ապրում ենք, ինչքան էլ չենք ուզում տենց լինի, մենք ապրում ենք մեր շուրջը ստեղծված ամպի մեջ։ Ու հաճախ այդ ամպից մենք դուրս չենք կարողանում ինֆորմացիա վերցնենք, իմանանք այն կողքի ինչ են անում, ու շատ դժվար է դա անել իրականում, դրա համար մենք չենք կարողանում դա անել։ Ես օրինակ իմ անձնական պրակտիկան ասեմ, ես սկսում եմ ուսումնասիրել այն կողքի ամպերի մեջ այն ամպերը, որոնք որտեղ ես տեսնում եմ մարդկայինը, պարոն Բենիկի ասած, ու տեսնում եմ այն ինչ որ այդ մարդը պատրաստ է կամ մարդկային խումբը պատրաստ է նվիրաբերի տա, այսինքն առանց շահի տա, այդպիսի ամպեր որ տեսնում եմ, իմ համար դա շատ արժեքավոր է ու ես տենց ուժերին սկսում եմ ուսումնասիրեմ, այս մի փոքրիկ բանաձև իմ կողմից, որ ուսումնասիրեք, սենց սիրուն գալիս եմ բարձունքին, էլի։ Բարձունքում 2020 թվականից հետո երբ բարձունքը ստեղծվել է, հավաքվել են հարյուրավոր մարդիկ, ու այդ մարդիկ էլ չեն բաժանվել իրարից։ Մինչև հիմա 5 տարի է իրար հետ են ու ինչ-որ գործողություններ են անում իրար հետ օրինակ երազում են, իրար հետ փորձում են երազանքի իրականություն դարձնեն, ու շատ հաճախ գուցե գովազդ ասվածը լավ չի ստացվում, բայց մենք գտնում ենք, որ մենք մեր գործը արմատական ձևով եթե լավ անենք, միևնույնն է, այս իրականության մեջ մենք գտնելու ենք իրար ու գտնելու ենք իմաստ փնտրող մարդկանցով իրար։ Օրինակ, այս հաղորդումները ուղղված են դրանց ու արդեն սա երևի մոտավորապես 60-րդ հանդիպումն է այս դահլիճում, որտեղ վարողը գալիս է անվճար նստում է վարում է, բանախոսը գալիս է անվճար բանախոսում է, դահլիճը ձևավորվում է 150 մարդու տված անդամավճարներով, այսինքն այս դահլիճը անգամ վերանորոգում է այդ աթոռները, որ նստած եք, պարոն Թադևոսյանի անձնական բյուջեից գնված աթոռներ են, այս պատը ես գիշերվա 2-ին մի քանի գիշեր ես եմ ներկել, ոչ եմ մի քանի անգամ։ Դուրներ չեկա մի հատ է ներկեցի։ Մեր շուրջը այսպիսի բաներ են կատարվում ու մենք ընդհանրապես հայտնում ենք սա ուղղակի որ իմանաք։ Համեցեք։ Վերաբերանը կապվում է այստեղ, չէ՞։ Հա։ Հա։ Երազանքների մասին։ Հա։ Այս մի փոքր բարձունքի մասին, բարձունքը կամավորական կրթական շարժում է ու բաց է բարձունքի դռները բոլորի համար, կարող եք ուսումնասիրել կայքը, ժամանակին ով փորձում էր անդամ դառնալ ու գրանցվում էր, միանգամից դառնում էր, հիմա բարդացրել ենք համակարգը, պարզվում է, տենց չի լինում էլ, ով ուզում է դառնա անդամ,
մի հատ պետքա ուսումնասիրի ամբողջ կայքը, քրքրի, հասկանա փիլիսոփայությունը, հետո գա դրանից հետո եթե ուզում ա գա զրուցենք, նոր այդ մարդուն ընդունենք այս մեծ երազանքի գնացքը, որը գնում է դեպի այդ երազանքը ու մենք 20 տարվա ռազմավարական պլան ենք գծել ու արդեն մնացել է 18 տարի հետհաշվար։ Կայքում հետհաշվար կա գնում։ Կայքի վրա մի հատ ժամացույց կա, մտածում եք, սխում եք դրա վրա ցույց է տալիս 20 տարուց ինչքան է մնացել է։ Այսքան ժամ, այսքան վայրկյան, այսքան օր։ Հայ դեպ Գայանեն հուշեց նոյեմբերի 1-ին էլ բաց դռների օրն ենք, որտեղ մի քիչ ավելի երկար կխոսենք բարձունքի մասին, դրա մասին կհրապարակվի, եթե հետաքրքիր է կարաք բանակ արդեն հրապարակվել է։ Շնորհակալություն նաև ձեզ, ավարտեցինք այսօր։